Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է, այսօրվա իմ զրուցակիցը միջազգային ագետ Սուրեն Սարգսյանն է։ Բարի երեկո, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Սարգսյան, թրիփի մասին եմ ուզում խոսել, նոր զարգացումներ են տեղի ունենում կամ ավելի ակտիվանում են, բայց մինչ դրան անդրադառնալ ես ուզում եմ խոսել հենց թրիփի բունեության մասին։ Ձեր կարծիքով նախ ճշտեմ, այնուամենայնիվ ավելի շատ աշխարհաքաղաքական, հենց քաղաքական նախագիծ է, թե տնտեսական, թե տնտեսական բաղադրիչը ուղղակի, այսպես ասած, կոնֆետներ են այդ քաղաքական, աշխարհաքաղաքական պրոյեկտի շուրջ։ Ես կարծում եմ, որ սա գլոբալ մրցակցության արդյունքում ձևավորված նախագիծ է, եւ այդ գլոբալ մրցակցության մեջ էր Միացյալ Նահանգները եւ Չինաստանը, եւ խոսքը այստեղ մենակ թրիփի մասին չի գնում, չէ՞, ինքը մեծ ավելի պրոյեկտ է, թրիփը դրա ընդհանրապես մի բաղկացուցիչ մասն է, որ անցնելու է Հայաստանի տարածքով։ Այսինքն մենք գործ ունենք գլոբալ նախագծի հետ, որի նպատակն է կենտրոնական Ասիայի ռեսուրսները, թուրքմենական գազը, չգիտեմ, տարբեր պետությունների բոլոր տեսակի հնարավոր ռեսուրսները Հայաստանի, այսինքն Կասպից ծովով, հետո արդեն հարավային Կովկասով դեպի Եվրոպա արտահանելու մասին։ Եվ դա կարծում եմ ռազմավարական նշանակության պրոյեկտ է, ունի տնտեսական բնականաբար բաղադրիչ, բայց նաև այլընտրանք է, որովհետև ըստ էության շրջանցում է Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը։ Այսինքն հիմնական գաղափարը հենց դա է, որպեսզի Միացյալ Նահանգների ազդեցության տակ լինի մի ճանապարհ, որը շրջանցում է իր հիմնական հակառակորդներին կամ մրցակիցներին։ Հետևաբար կարող ենք նաև ասել, պարոն Սարգսյան, որ այս թրիփի նախագիծը ընդհանրապես, այս պայմանական թրիփ ենք ասում, այո, ինչպես նշեցիք, գլոբալ այս ծրագիրը ավելի ընդգրկուն ծրագիր է, թրիփը ընդամենը ինչ որ մի մասն է, որ սա ամերիկյան քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է եղել, դեռևս նախկին նախագահների օրոք նախագծված, պարզապես Թրամփը այս պահին, եթե նույնիսկ Թրամփը չլիներ, պետք է հասցներ այս ժամանակվա այս փուլին, այսինքն Միացյալ Նահանգների պրոյեկտների մեջ, ռազմավարական պրոյեկտների մեջ այս ուղղությունը շատ վաղուց է եղել, եթե այո, փորձենք հասկանալ ինչ է եղել ըստ էության, ինչ նպատակներ է հետապնդել գլոբալ եւ հետեւաբար մենք կարող ենք նաեւ արդեն կարդալ հայաստանյան ենթատեքստը նույնիսկ 18 թվականի իրադարձությունների ֆոնին։ Շատ լավ հարց է, որտեղ կարծում եմ ճիշտ հասկանալու համար այս ամենը պետք է նաև պատմական մի փոքր հայացք նետել, որովհետև իրականում Խորհրդային Միության փլուզման զուգընթաց ակտիվանում էր Հարավային Կովկասում, Միացյալ Նահանգները փորձում են ինչ-որ ձևերով ազդեցություն ձեռք բերել մի տարածաշրջանում, որտեղ երբեք ներկա չէին եղել։ Դա տրամաբանական էր, երբ ներկա լինեն Խորհրդային Միությունը, երբ որ կար, բայց մի շատ հետաքրքիր սղագրություն կա, երբ Թուրքիայի նախագահը եւ Միացյալ Նահանգների նախագահը քննարկում են ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում նոր ձևավորվող կամ նոր սկսվող պատերազմը, դեռ այդ պատերազմը չէր սկսել, այսինքն 80-ականների վերջներ, 88-ի այդ սկիզբներ, եւ այստեղ մի հատ շատ հետաքրքիր փաստաթուղթ կա, որտեղ Թուրքիայի նախագահը ուղիղ տեքստով ամերիկացիներին համոզում է եւ ասում է եկեք փորձենք Ղարաբաղը տանք հայերին, Սյունիքը վերցնենք տանք Ադրբեջանին, համ կոնֆլիկտը կկարգավորվի, համ էլ մենք հնարավորություն կունենանք կենտրոնական Ասիայի բոլոր ռեսուրսները Ռուսաստանին շրջանցելով այս տարածքով անցկացնել Թուրքիայի տարածքով անցկացնել Եվրոպա դեպի եւ ըստ էության Եվրոպան իր գազային նավթային ապագա կախվածությունը կունենա ոչ թե Ռուսաստանից, այլ ինձանից, ես էլ ձեր ռազմավարական դաշնակիցն եմ եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ պրոյեկտը այն ժամանակ, տեսեք, Ղարաբաղի խնդիրը դեռ չկար, այսինքն այնպես չէր, որ կոնֆլիկտը արդեն կար, չգիտեին ոնց շրջանցեին եւ այլն, քանի այդ կոնֆլիկտը ըստ էության չկար, այդ սցենարը Թուրքիան առաջարկում էր Միացյալ Նահանգներին եւ ամենաբարձր մակարդակով դա քննարկվել է։ Ամենաբարձր ու դրա փաստաթղթերը գաղտնազերծված արդեն իսկ կան պետդեպարտամենտի արխիվներում, իմ գրքում էլ մանրամասն դրան ես անդրադարձել եմ։ Հիմա այդ մի սցենար, որի մասին այն ժամանակ արդեն խոսակցություն եղել է։ Ժամանակները փոխվել են, պատերազմը եղել է, Հայաստանը ըստ էության տրանսֆորմացվել է ժամանակի ընթացքում, աշխարհաքաղաքական գործոնները այստեղ փոխվել են, Ռուսաստանը ավելի ակտիվ է եղել, Միացյալ Նահանգները չի կարողացել ազդեցություն ձեռք բերել այնպիսի, ինչպիսին է, որ այսօր է կարողանում ձեռք բերել։ Այսինքն այս process-ները շատ երկար պատմական ընթացք են անցել եւ հաղթանակ է ժամանակ, այո, հաղթանակած Հայաստան։ Իհարկե, եւ այդ գաղափարը, որ այսօր թրիփ է կոչվում կամ Զանգեզուրի միջանցք են ադրբեջանցիները անվանում, եղել ամենասկզբից նաև Գոբլի պլանում է եղել, այսինքն այս գաղափարը նոր չէ, իմպլեմենտացիան է նոր եւ
գաղափարի կյանքի կոչմանը երբեք այսքան մոտ ամերիկացիները չեն եղել, չնայած բոլոր վարչակազմերի օրոքել հնարավոր որպես տարբերակ դիտարկվել է, որ կարելի է նման սցենար կյանքի կոչել։ Եվ բերել օրինակ Հայաստանում մեկին, ով որ կգնա այդ քայլերին, ում ձևով քասթինգը կանցնի եւ կկիրականացնի։ Բայց մինչեւ դա էլ խոսելը, տեսեք, Թուրքիայի իսլամիստական ազգայնական կուսակցության առաջնորդը Բահչելին մեկ անգամ չէ, բազմաթիվ անգամներ եւ քարտեզներ է հրապարակել մեծ Թուրքիայի, մեծ Թուրանի եւ նաեւ այս վերջերս հայտարարություն արեց, որ եկեք ուղիղ կոչենք իրերը իրենց անուններով, Զանգեզուրի միջանցքը դա մեծ Թուրանն է։ Եվ հիմա նորից վերադառնանք թուրք պաշտոնյայի այդ սղագրությամբ արդեն փաստաթղթերում հայտնի Միացյալ Նահանգների հետ զրույցին։ Պաշտոնյա Թուրքիայի նախագահ Օզալն էր։ Օզալն է։ Այսինքն հիմա ստացվում է, որ Միացյալ Նահանգները այդ ժամանակ արդեն իսկ այս տարածաշրջանի հետ կապված իր պրոյեկտն ուներ եւ կար նաեւ մեծ Թուրանը։ Ճիշտ է։ Հիմա փորձենք հասկանալ մեծ Թուրանը, որովհետև երեք Ալիևը եւս ասել է, որ Զանգեզուրի միջանցքի գաղափարը իրենցն էր, որ դա իրենց երազանքն է եղել եւ իրենք են առաջ մղել, հա, հիմա իրենք ուղիղ Զանգեզուրի միջանցք են ասում, հիմա trip կասեն, Զանգեզուր կասեն, ինչ կասեն, դա մեր Սյունիքն է ըստ էության, մեր Սյունիքի, այսպես ասած, վերաբերյալ են այս մկրատներն առած բոլորը ընկել Սյունիքի հետևից։ Բայց ուզում եմ հասկանանք, հիմա կար, այսինքն Միացյալ Նահանգները այս ռեգիոնի վերաբերյալ ուներ պրոյեկտ եւ կա մեծ Թուրանը, որ առաջին իսկ օրվանից, երբ որ Արցախը հանձնեցին այս իշխանությունները եւ մոտեցան դեպի Սյունիքին, բոլորը ասում էին, որ մեծ Թուրանն են իրականացնում, սա թուրքական պրոյեկտ է։ Ուզում եմ հասկանալ մեծ Թուրանի եւ այս ամերիկյան պրոյեկտի շահերի տեսանկյունից, հա, փորձենք դիտարկել։ Փաստորեն, եթե Օզալի հետ խոսվել է այս թեման, նշանակում է հենց այնպես չի, չէ՞, Օզալը ասել, եկեք այսպես անենք։ Նշանակում է պրոյեկտի մասին է, չէ՞, խոսվել այս ռեգիոնի։ Իհարկե, դե մեծ հաշվով բացի կրոնական կոմպոնենտից մեծ Թուրանը նաև աշխարհաքաղաքական, չէ՞։ Հա, բա իհարկե թուրքական աշխարհը միավորելու գործոն շատ կարևոր է, թե թուրքական աշխարհը ում դեմ պետք է միավորվի։ Իսկ թուրքական աշխարհը այս ռեգիոնում կարող է առաջին հերթին միավորվել Ռուսաստանի դեմ ազդեցության կրճատման տեսանկյունից, ռուսական ազդեցության կրճատման տեսանկյունից, մանավանդ կենտրոնական Ասիայում, եւ նաեւ Չինաստանի դեմ, որպեսզի կարողանա հակակշռել նաեւ Չինաստանին։ Այսինքն, այս տեսանկյունից սա աշխարհաքաղաքական մրցակցությունների տարերից մեկն է, եւ Միացյալ Նահանգների համար բնականաբար շատ ավելի ցանկալի է, որ իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի ազդեցության տակ գտնվող ցանկացած տեսակի պրոյեկտ հնարավոր լինի օգտագործել Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցության զսպման դեմ։ Սա շատ հասարակ աշխարհաքաղաքական պրոյեկտ է, որը որ, այսինքն տրամաբանության տեսանկյունից շատ հասարակ պրոյեկտ է, որը ես կարծում եմ, որ բխում է եւ Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի շահերից։ Այստեղ ես առանձնապես զարմանալու բան չեմ տեսնում, այո, դա այդպես է։ Լավ, ինչպիսին պետք է լինի հիմա Իրանի դիրքորոշումը, որտեղ Իրանը բացահայտ անընդհատ հայտարարել է, որ թույլ չի տալու ամերիկյան կամ օտարերկրյա որևէ ներկայություն, ոչ ռեգիոնալ ներկայություն այս տարածաշրջանում, որ եթե պետք լինի թիրախավորելու է, իսկ այս պատերազմի ընթացքում, երբ որ թիրախավորեց նաև Արաբական Էմիրություններում, այլ երկրներում ամերիկյան որևէ ներկայություն, ռազմաբազա լինի կամ դատակենտրոններ լինեն, Նաև տնտեսական ներկայությունը, այո, հասկանալի է, որ Իրանը կանգ չի առնելու, չնայած, պարոն Սարգսյան, ես նաև փորձագետների հետ այդ հարցն եմ քննարկել։ Իրանը փորձում է իր կողմով, հա, ճանապարհ տրամադրել Ադրբեջանին։ Դե ճանապարհը կա, չէ՞ մեծ հաշվով։ Դա ճանապարհը կա, ընդ որում ժամանակին նույնիսկ Հայաստանում Իրանի նախկին դեսպանը, երբ որ հարց հնչեցվեց, նա ասաց, մենք առաջարկել ենք Ադրբեջանին, որպեսզի Նախիջևանի հետ կապ հաստատի այդ մեր հատվածով, եւ նրանք մերժել են, բայց դա ավարտին են հասցրել, ընդ որում ավելի երկար, լայն, ավելի բան հատված է։ Այստեղ խնդիրը այն է, թե այդ ճանապարհը ում ազդեցության տակ է լինելու։ Հիմա ինչի Ադրբեջանը ունենա Իրանի ազդեցության տակ կամ ինչի կախվածություն ունենա Իրանից, եթե կարող է Հայաստանի միջոցով շատ ավելի ակտիվ, ավելի արագ կապ ունենալ Նախիջևանի հետ եւ այդ ճանապարհի վրա ազդեցությունն էլ ենթադրենք լինի իրենը։ Եվ որևէ հայ երես կամ Թուրքիայինը եւ այո իհարկե, այսինքն եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերից շատ ավելի լավ է, որովհետեւ դա լինի ոչ թե Իրանից կախվածություն, այլ լինի Հայաստանի տարածքով, որովհետեւ ըստ էության Հայաստանը իրենցից ավելի շատ կախված է, Թուրքիայից շատ ավելի կախված է, Ադրբեջանից շատ ավելի կախված է, քան երբևէ կարող է Իրանը լինել։ Սա առաջին, երկրորդ
Սա այո տնտեսական նախագիծ է, որը դառնում է ռազմավարական ներկայության, այսպես ասենք, նախագիծ Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների տեսանկյունից եւ իդեպ Իրանի սահմանին ամենամոտ գտնվող երբևէ որևէ ամերիկյան պրոյեկտ է։ Ամենամոտը մի քանի 100 մետր է, չէ՞, տարածք հատվածներ կան, որ ընդհանրապես մի քանի 100 մետր է պետական սահմանից։ Այսինքն մենք մեր երկրում հիմա թիրախ ենք ստեղծում, ասենք օրինակ այս դատակենտրոնի ստեղծմամբ, որ այսպես բացումը արեցին, չգիտեմ, հիացական բաներ են ասում, դեռ մի կողմ թողնենք էկոլոգիական խնդիրները։ Իհարկե, որովհետև տեսեք, ինչ է ստացվում, որ դու Իրանի քթիտակով ինչ-որ ճանապարհ ես ստեղծում, շրջանցում ես Իրանին, այսինքն Իրանի աչքերով են փորձում նայել, շրջանցում ես Իրանին, Իրանի քթիտակ ստեղծում ես պրոյեկտ, որը ամերիկյան վերահսկողության տակ է լինելու, եւ սա բնականաբար չի կարող չանհանգստացնել Իրանին, որովհետեւ Իրանը այս պատերազմի ժամանակ շատ հստակ ասում էր, որ որքան էլ բարեկամ լինի պետությունը, իր տարածքում, եթե ինձ վտանգ է սպառնում կամ այդտեղ ամերիկյան ինչ-որ ներկայություն կա, ես հարվածելու եմ այդ կետերին եւ այդպես էլ անում էր, այսինքն մենք այս ամբողջ ամիսների ընթացքում հետեւում ենք, չէ՞։ Այսինքն սա կարող է դառնալ Իրանի համար լեգիտիմ թիրախ եւ կարծում եմ, որ Իրանը այս ուղղությամբ բնականաբար ինչ-որ քայլեր ձեռնարկելու, ասելու այո, դուք ինձ բարեկամ պետություն եք, բայց ես այստեղ տեսնում եմ սպառնալիք, ենթադրենք այս տեսակի սպառնալիք եւ այս սպառնալիքը պետք է վերացնեմ։ Ես չեմ զարմանա, որ ռազմավարությունը Իրանի հենց այդպես է կառուցվի։ Ռուսաստանը ըստ էության ասում է կարող է իրականություն դառնալ թրիփային դեպքում, եթե մենք մասնակցություն ունենանք։ Պատասխան չկա մասնակցության մասին, որովհետեւ մեկը Ռուսաստանին ոչ թույլ է տալու, ոչ հրավիրելու է եւ տեսեք, այս տեսանկյունից կարծում եմ պետք է հիշենք մի քանի օր առաջ ռուսական ուրեմն RGD-ի ղեկավարի, ռուսական երկաթուղիների ղեկավարի հայտարարությունը, որ ասես թիվ հնչեցրեց 400 միլիոն, մոտավորապես 400 միլիոն դոլար։ Հիմա այդ գինը երբ որ հնչեցնում ես, նշանակում է ինչ նպատակ ունես, կամ եթե ուզում եք մենք դուրս գանք, փոխհատուցեք այդքան դուրս գանք, կամ դա կարող լինի մեր ներդրումը պրոյեկտի մեջ, օգտագործեք մեր ենթակառուցվածքները, չէ՞։ Ռուսաստանի իրենք հենց երկաթուղին ներդրում որպես համարեն, այո։ Ինչու՞ չէ, եւ այստեղ ասում եմ, կարծում եմ, որ պայմանավորվածությունը բնականաբար Երևանի հետ կապ չի ունենալու, պայմանավորվել են Վաշինգտոնը եւ Մոսկվան։ Երևանին ասել են այսպես է որոշված, ռուսական մասնակցությունը այսքանով լինելու է։ Ես կարծում եմ, սա էլ հնարավոր է, որ քննարկվի ռուս-ամերիկյան պաշտոնյաների միջև, որովհետև հիմա նոր տրակ են սկսել, փորձում են ինչ-որ ընդհանուր եզրեր գտնել ամենատարբեր ուղղություններով։ Իդեպ երկուսին էլ պետք է հիմա ինչ-որ մի ուղղությամբ գոնե ինչ-որ այսպես կոչված հաջողության պատմություն ունենալ, եւ չեմ բացառում, որ սա կարող է նույնպես քննարկվել, Ռուսաստանն էլ ասի, սա էլի մասնակցությունը եւ ներդրումը կլինի դրա մեջ, եկեք ես էլ սրա մեջ ունենամ մասնակցություն։ Փաշինյանը Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված ասում է, որ միանշանակ է կոնցեսիոն պայմանագիրը պետք է փոփոխության ենթարկվի, ընդ որում նշվել է, որ ղազախական կողմը կարող է չի բացառվում հետաքրքրություն ունի, մասնակցություն ունենա։ Ռուսաստանը այդպես հեշտ, այսինքն կարող է զիջել, բայց ես տեսնում եմ, որ ատոմակայանի հարցում եւ երկաթուղիների հարցում հատկապես Ռուսաստանը շատ ավելի կոշտ է։ Դե այստեղ նորից եմ ասում, Վաշինգտոնի ու Մոսկվայի քննարկվելիք թեման է, սա կարծում եմ առաջին հերթին, չեմ կարծում, որ Վաշինգտոնն ու Մոսկվան պայմանավորեն, որ ռուսները պիտի մասնակցեն, Հայաստանը ասի, չէ, չպիտի մասնակցեք։ Այսինքն եթե որոշում լինի, որ մասնակցել են Փաշինյանի հետ չեն խոսելու, իրար հետ են խոսելու։ Իհարկե ոչ, որովհետև այստեղ այս թրիփը ընդհանրապես Հայաստանի մասին չի, չէ՞։ Այդ ամբողջ պրոյեկտը Հայաստանի մասին չի, դրա մի փոքր հատվածն է անցնում Հայաստանով։ Եվ եթե որոշում կա, որ այդ պետքա լինի, ես չեմ կարծում, որ Հայաստանը կարող է դրան ինչ-որ ձևով դեմ լինել կամ ձայնը լսելի կլինի, եթե որոշեն Հայաստանը, որ ինչ-որ մի բանի դեմ են։ Հիմա այստեղ ամենակարևորը ամերիկյան հաշվարկներն են, կուզեն, որպեսզի ռուսները ներգրավվածություն ունենան, թե չեն ուզի, որպեսզի ռուսները ներգրավվածություն ունենան։ Այստեղ կարծում եմ, որ իրենք էլ են հաշվարկելու, որ արդյոք ավելի ձեռնտու է Ռուսաստանը, որպեսզի ներգրավվածություն ունենա, թե ձեռնտու չէ, ավելի ձեռնտու է, որ Ռուսաստանը լինի դրա հակառակորդը եւ փորձի դրա դեմ աշխատել։ Հիմա իրենք կհաշվարկեն, կհասկանան որն է ավելի տրամաբանական, այդ ճանապարհով է կշարժվեն։ Չեք կարծում, որ այնուամենայնիվ, որպեսզի Ռուսաստանին ինչ-որ իմաստով նաև իհարկե դրանով չէ, որ պետք է այդ հարցը լուծեն, փոքրիկ դրվագ է, որ փորձում են հիմա Չինաստանից կտրեն, չէ, Ռուսաստանին, այսինքն այդ քաղաքականությանը տուրք տալով կարող է Ռուսաստանին թույլ տան իսկապես ներկայություն ունենա թրիփում։ Դե Թրամփի գաղափարը հենց դա է, ինքը ասում է մենք այնքան ճնշեցինք եւ չինացիներին եւ ռուսներին, որ
ավտոմատ իրենք գնացին միավորման ճանապարհով եւ մենք ունեցանք շատ ավելի հզոր հակառակորդ եւ մրցակից իդեմս այդ երկու պետությունների հիմա իրենք ռազմավարական բնույթի գործընկերներ են եւ բնականաբար առաջին թիրախում մենք ենք։ Հիմա Թրամփը փորձում է բնականաբար ինչ-որ ձևով Ռուսաստանի եւ Չինաստանին առանձնացնել, փորձում է աշխատել շատ ակտիվ չինական կողմի հետ եւ բավականին ակտիվ իրականում աշխատում են, փորձում են տարբեր ուղղություններով համագործակցել եւ կարծես թե ստացվում է կնճռոտ հարցերը դրել են մի կողմ, ասում են լավ եկեք կնճռոտ հարցերից չխոսենք, որտեղ կարող ենք Այսինքն նույն սխալը չեն անում գնան առճակատման ճանապարհով, այլ փորձում են։ Դե հենց Թրամփը դրա համար էլ քննադատում է Բայդենին, ասում է քո քաղաքականության սխալը հենց սա էր, որ բերել ես հասցրել ես այս կետին, հիմա ես պետքա փորձեմ հակառակ process տանեմ։ Ինչ վերաբերում է Ղազախստանին, այո, Ղազախստանի համար սա նույնպես կենսական նշանակություն է, որտեղ Ղազախստանը շատ լուրջ ազդեցության տակ է եւ Ռուսաստանի եւ Չինաստանի։ Հիմա ըստ էության, երբ որ այս ճանապարհը լինում է, որ անկախ է եւ Ռուսաստանից եւ Չինաստանից, ինքը այլընտրանքային ինչ-որ օդ հասկսում շնչել, չէ՞, ինչ-որ լրացուցիչ ինչ-որ խողովակներ են, որոնցով ինքը կարողանում է իր ապրանքները, իր ռեսուրսները տանել դեպի Եվրոպա, շրջանցելով Ռուսաստանին, որտեղ հիմա ինքը այդպես կախվածության մեջ է եւ Չինաստանից եւ Ռուսաստանից։ Մյուս կողմից էլ պետք է նաեւ հաշվի առնել, որ Չինաստանը շատ ակտիվ մտել է Կենտրոնական Ասիա եւ բոլոր այդ ռեսուրսները ձեռք է բերում որպես կառավարիչ, որպես սեփականատեր, կոնցեսիոն կառավարիչ, սեփականատեր։ Եվ այստեղ նավանգիստներ, երկաթուղիներ, գազ, նավթ, որտեղ որ ինչ հնարավոր է վերցնում է։ Այստեղ էլ Միացյալ Նահանգները ասում է, դե լավ, դե եթե դու վերցնում ես ենթակառուցվածքները, ես չեմ կարող վերցնել, որտեղ այդքան ներդրում չեմ կարող անել, վերցնել այդ ենթակառուցվածքները, նավթը, գազը, ուրեմն ճանապարհները կվերցնեմ, որով դու պետք է դա տանես դուրս։ Այսինքն այս գլոբալ մրցակցության մեջ ամեն մեկը ինչ-որ մի բան փորձում է ինչ-որ մեկի տակից տանի, ինչ-որ մի բան վերցնի, ինչ-որ միտեղ ազդեցություն ձեռք բերի եւ շարժվի առաջ։ Հենց էսա պրոյեկտը հենց դրա մասին է։ Այդ մրցակցության շատ լավ, շատ ցցուն օրինակ է եւ տեսնում ես ամեն երկրի տարածքով այդ ենթակառուցվածքները, որ անցնում են, ում ազդեցության տակ են լինում, ոնց է լինում եւ այլն։ Շատ հետաքրքիր աշխարհակահաղական մրցակցության ակադաց տեսենք մենք լինում այս տարի։ Հայաստանը ինչ է շահում։ Ենթադրենք, չգիտեմ, վստահ չեմ, որովհետեւ տարբեր տեսակետներ կան, թե որքանով թրիփի իրականություն կդառնա, թե ոչ առհասարակ։ Այստեղ շատ լավ հարց է, թե ինչ է Հայաստանը շահում։ Տնտեսական հատվածը կդնեմ մի կողմ, որովհետեւ դրա մասին շատ է խոսվել, որքանով են արդյոք տնտեսական օգուտները մեծ, բայց Հայաստանի սխալն եղել է այն։ Բայց չկան այնտեղ տնտեսական օգուտներ։ Նույնիսկ եթե լինեն, չեմ ուզում գնահատականներ տալ, որտեղ դրանք դեռևս թղթի վրա են եւ դեռևս անհասկանալի է թե ինչ ֆինանսական հոսքեր են լինելու կամ ինչ եկամուտներ Հայաստանում ունեն, բայց այստեղ կարևոր է հասկանալ, որ Հայաստանը ամենակարևոր բացթողում որ արել է դա այն է, որ հիմա եթե չլինի թրիփը, ինչն է լինելու դրա այլընտրանքը։ Ասենք չեղավ թրիփը, Թրամփը վաղը հրաժարական տվեց, գնաց իմպիչմենտի ենթարկեցին, ենթադրենք նոյեմբերին, եւ Թրամփը գնաց։ Ինչ է լինում թրիփի հետ։ Եթե թրիփը տեղի չի ունենում, եթե թրիփը չկա, ամերիկյան այդ պրոյեկտը չի լինում, Ադրբեջանը գալու է ասի տվեք իմ կորիդորը ինձ, չէ՞։ Ինչի պիտի թողի, որ դա տեղի չունենա։ Այսինքն իրանք պատրաստել են, ասենք եթե ամերիկացիները չեն, սա մի սցենարն է։ Երկրորդ սցենարը, որ ռուսները կարող են գալ եւ ասել, գիտեք, թրիփը չի լինում, մենք մեր նոյեմբերի 8-ի համաձայնագրին եւ այս պայմանավորվածություններին համահունչ ուզում ենք մենք լինենք այդտեղ այդ կոմունիկացիաների անվտանգության ապահովողը եւ այլն եւ այլն։ Այսինքն ինչ է, Հայաստանը որևէ տեսակի այլընտրանք չունի, եթե թրիփը չի լինում, ի՞նչն է այլընտրանքը։ Սա շատ կարևոր բացթողում է, ես կարծում եմ դիվանագիտական եւ արտաքին քաղաքական բացթողում է, որևէ այլընտրանք սրա համար չի ստեղծվել, ասենք չի դիտարկվել որևէ այլընտրանք, ենթադրենք Չինաստանը, ենթադրենք Իրանը, ենթադրենք մի այլ պետություն, դրա այլընտրանք ուղղակի չկա։ Եվրոպայի մասին են խոսում, Եվրոպան էլ այլընտրանք չի, Փաշինյանը իր բերանով ասեց։ Իհարկե, այսինքն այլընտրանք չունեն։ Դրա համար հիմա եթե թրիփը չի լինում, ի՞նչ է լինում։ Ծաղել էր, ասում է Լուկաշենկոն դրթեց, դրա համար գնացինք եվրոպական ուղեգծով։ Եթե փաստորեն Լուկաշենկոն չբրթեր, չհրահրեր, չէին գնալու, այդ օրենքը չէին բերու Եվրոպական միության անդամակցության օրենքը չէին բերելու պարլամենտ։ Չնայած դա ուրիշ թեմա է, բայց չէ, բայց իրականում այդ այլընտրանքը չկա, ըստ էության չկա։ Հիմա եթե չի լինում թրիփ, բա ինչ է լինելու, որովհետև Ադրբեջանը եւ Թուրքիան ասել են, դե մենք ենք դա վերցնելու եւ մենք ենք դա տիրություն անել, լավ, եթե նույնիսկ սուվերեն քո տարածքում է եւ այլն, բայց թե մենք ենք լինելու դրա եւ անվտանգության երաշխավորը, եւ օգտագործողը, ու ընդհանրապես ինչ ուզենք կանենք, որտեւ իրանց համար է, չէ՞, սա կենսական նշանակության, ձեր ասած ոչ միայն տնտեսական, այլ ոչ միայն աշխարհակահաղական, նաեւ կրոնական, թուրանական եւ այլն եւ այլն։ Այլընտրանք ուղղակի չկա։ Այդ դեպքում ստացվում է, խնդիր չի, Թրամփը կգնա, թրիփը ուրիշ անուն կդնեն կամ ինչ, հիշում եք,
Ալիևը նույնիսկ բաներ, չէ, անվան հետ կապված ասել էր մեկը ինչ անուն կդնեն։ Հիմա իրանց համար մեկը իրենք հասկանում են, որ Թրամփը այդ տեսակով այդպիսին է, փառասեր է, սիրում է իր անունով ամեն ինչ կոչել, ասում են ոչինչ, թող իր անունով կոչի, կարևորը մեր Զանգեզուրի միջանցք պրոյեկտը իրականանա։ Հետո գալու են տեր են կանգնելու Թուրքիան, Ադրբեջանը, ասելու են սա մեր պրոյեկտն է։ Հիմա այդ եմ ասում, եթե ամերիկյան ներկայություն չի, ապա ինչ ներկայություն է։ Ով է այդ ներկայությունը ապավել։ Միակ պետությունը, որ կարող է այդտեղ գործոն լինել եւ ունենալ էլի տես ծառակշիռ ներկայությունը, Չինաստանն է։ Բայց Չինաստանը բնականաբար Հայաստանը որևէ տեսակի տենց աշխատանք չի տարել բնականաբար եւ այլն դրանք տենց պլան B չունենք, դա ամենավտանգավորն է։ Այստեղ հետաքրքիր է նաև այն, որ մինչ օրս Ռուսաստանը եւ Չինաստանը չեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրությունների կապակցությամբ։ Չէ, Չինաստանի վարչապետը շնորհավորել Չէ, այս նշանակման, բայց ընտրություններում հաղթելու կապակցությամբ չեն շնորհավորել, այսինքն դա ուրիշ բան է։ Սա այլ քննարկման թեմա է, բայց իհարկե շատ հետաքրքիր թեմա է դա նույնպես։ Փորձենք սա էլ բացել հիմա այս պահին։ Դե տեսեք, նախ պարլամենտում ընտրությունները տարբեր պետություններ, եվրոպական պետություններ, նաև Միացյալ Նահանգները շտապեցին շնորհավորել, չէ, շատ արագ դա իրականում տեղի ունեցավ։ Թուրքիայից շնորհավորանքներ բողոք այնտեղից։ Գիտեք, այստեղ շատ կարևոր է, թե միանգամից ուրվագծվում է այն քաղաքական մոտեցումը, որ իշխանության նկատմամբ Հայաստանի կա, եւ ոչ միայն Հայաստանի, ցանկացած պետությունը վերցնես, առաջին շնորհավորողները սովորաբար լինում են ամենամտերիմ, այսպես ասենք, դաշնակիցները, ընկերները, բարեկամները, ռազմավարական դաշնակիցները եւ այլն։ Պարլամենտական ընտրություններում իհարկե ընտրությունների արդյունքների հետ կապված շնորհավորանք ռուսական կողմից չեղավ, նախագահի մակարդակով չեղավ, նաև հանդիպում եւ հեռախոսազրույց դրանից հետո ըստ վերջինը երևի ամսի 3-ին էր, չէ՞, նրանց առաջ չեղավ, ընդ որում դիմել էին, չէր ստացվել Հայաստանից, որևէ շփում դիմել էին, չէր եղել։ Բայց տեսեք, ստեղ է դա, այսինքն այդ արտաքին աջակցությունը ակնհայտ երևում է։ Ընտրություններից առաջ էլ է երևում։ Թրամփի գրառումը, որով ինքը աջակցություն հայտնեց Հայաստանի իշխանություններին, դա շատ բացառիկ բան է, որովհետև ինքը նման աջակցություն հայտնում է ինչ-որ կոնգրեսականի տեխնացու, ինչ-որ սենատորի տեխնացուի, ինչ-որ նահանգապետի տեխնացուի, այդ աջակցությունը հայտնում է։ Դե ինքը քաղաքական, ներքաղաքական ինքը իր շահերի տեսանկյունից։ Իհարկե, հանրապետական կուսակցության, շահերի առաջնահերթության, հանրապետական կուսակցության շահերի տեսանկյունից բնականաբար։ Հիմա այդ ձևով fully endorse բառը, որ օգտագործում Ամերիկայում օգտագործում են իրենց ներքին քաղաքականության մեջ ընտրությունների ժամանակ։ Եվ այդ endorse բառով էլ հենց ինքը ասում է, այս ամեն ձևով աջակցում եմ Հայաստանի գործող իշխանությանը, որպեսզի նա վերընտրվի։ Եվ այս ամբողջ աջակցությունը, որ արտաքին աշխարհից կար, եւ Եվրոպական միությունից, եւ Միացյալ Նահանգներից, Կանադայից, Բրիտանիայից, բոլորը եկան Հայաստան, չէ՞, այդ բոլորը դա աջակցություն է, չէ՞, դրանից այն կողմ աջակցություն չի լինում։ Այլ հարց է, որ այդ ամբողջությամբ եկան օգնեցին, արեցին 50%-ի շեմը չկարողացան հաղթահարել, սա այլ հարց է իհարկե, բայց ամենայն դեպս այդ աջակցությունը կա։ Այսինքն մենք տեսնում ենք ակնհայտ, թե որ պետություններն են աջակցում եւ տեսնում ենք ակնհայտ, թե որ պետությունների դեմ են աջակցում։ Սա էլ է շատ པարզ աշխարհակաղակական մրցակցություն։ Եվ այստեղ էլ գալիս է նաեւ այն հայտնի խոսքը երրորդ նախագահը, որ ասում էր, ես իրանց չեմ պարտվել, ես ավելի մեծ ուժերի եմ պարտվել։ Այո, Սերժ Սարգսյանի հայտարարությունը 18-ից հետո։ Այստեղ դա ակնհայտ դառնում է, երևում է, չէ՞, այսինքն այդ արտաքին ուժերը շատ ակնհայտ հիմա դասավորված են, բոլորը տեսնում են, թե որ արտաքին ուժերը ինչպես են աջակցում Հայաստանի իշխանությունը, բնականաբար իրենց շահերի։ Եվ ովքեր արեցին այդ գունավոր հեղափոխությունը իրենց շահերի շրջանակներում։ Իրենց շահերի շրջանակներում եւ սա տրամաբանական է Հայաստանն էլ ունենալ հնարավորություն ազդեցություն ունենալ հարևան երկրում ընտրությունների վրա իր համար ավելի նախընտրելի տեխնացուի բերելու տեսանկյունից Հայաստանը դա պետք է աներ, բոլոր պետությունները դա պետք է անեն։ Հիմա ստացվել է այնպես, որ TRIP պրոյեկտը կարծես թե բոլորը հայտարարել են, որ դրա մասին, որ այլընտրանք չկա, պետք է դա տեղի ունենա, անդիմությունը նաև հայտարարել է, բայց ստացվել է այնպես, որ Ամերիկայում որոշել են, որ չէ, մինչև վերջ պետք է անեն մարդը, ով որ հիմա երկրի ղեկավար է։ Մինչև վերջ պետք է պրոյեկտը կյանքի կոչի իրականացնի, չեն վստահել այլ քաղաքական ուժերին եւ ուղիղ աջակցություն բացեի բաց, նույնիսկ շատ մասնագետներ, նաեւ ամերիկացի մասնագետներ ասում են, սա ուղղակի ներքին գործերին խառնվելու process է։ Իհարկե, բնականաբար։ Այո, նույնիսկ ամերիկացիներն են ասում, որ այսպեսի բան ոնց կարա մի պետության նախագահ այդպես բացեի բաց աջակցություն հայտնի այլ պետության նախագահի կամ վարչապետի տեխնացուին։ Պուտինը հարցեր տվել հանդիպման ժամանակ ռուսամետ ուժերի հետ կապված, դարձրեցին հայոց հարց, ներքին գործերին է խառնվում, բան, բայց օրինակ հիմա էլ ընդ որում, երբ որ Ռուսաստանը Պուտինը հանրակրվեի մասին է խոսում, ասում են, մեր ներքին գործերին է խառնվում։ Այո, մեր ներքին գործերին է խառնվում, Պուտինը դրա իրավունք չունի, բայց նույնչափ իրավունք չունի ոչ Ալիևը, որը պահանջում է սահմանադրություն փոխել, ոչ Էրդողանը, ոչ եվրոպական Ուրսուլա ֆոն դեր Լայենները։ Դե տեղի փոփոխություն է եղել, հասկանում եք, մինչև 18 թվականը արևմուտքը աջակցում էր ընդդիմությանը Հայաստանում։
Միշտ էլ այդպես ա եղել, ընդդիմությանը աջակցել են, որքան կարողացել են, տարբեր մեթոդներով, դրանք կարող են լինել գրանտային մեթոդներ, քաղաքական աջակցություն, 18-ից հետո սկսել է աջակցել իշխանությանը եւ ընդհակառակը չաջակցել ընդդիմությանը։ Սա շատ պարզ երևում է եւ այո, եւ նորից հետ գալով այդ խոսքին, որ ավելի մեծ ուժեր են, ոչ թե պարտվել են S1-ին, այլ պարտվել եմ ավելի մեծ ուժերի, սրա մասին ամբողջ դրամաբանությունը, այս մրցակցության մասին ամբողջ խոսքը գնում։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադառնալով 18 թվականի այդ Թավշյա հեղափոխությանը, գունավոր հեղափոխությանը, ասել էր, որ ինքը պարտվել է ավելի մեծ ուժերի, հա, զոր ուժերի, եւ դա հասկանալի էր արդեն ինչ է կատարում, հիմա առավել եւս տեսանելի։ Հիմա դուք խոսեցիք, որ Ռուսաստանը կարող է օրինակ ենթադրենք, եթե հիպոթետիկ Թրամփը վաղը գնում է իմպիչմենտի է ենթարկվում իր երկրում կամ ինչ որ բան է պատասխանատված մի արարած գնում է, այլընտրանք չկա եւ ասացիք, որ Ռուսաստանը կարող են նոյեմբերի 9-ի պայմանագիրը հանել, հա, այսինքն դա դեռ կարող է կենսունակ լինել։ Չէ, բայց դրա մասին անընդհատ խոսվում է, չէ։ Դրա մասին հիմա էլ է նույնիսկ խոսվում։ Դե հիմա նայած թե որքան կլինի ռուսական ազդեցությունը, եթե ամերիկացիները այստեղից ինչ որ ձևով դուրս գան, որքան կմեծանա ռուսական ազդեցությունը երկու կողմերի վրա եւ բնական է որ Ռուսաստանը լիշա պետք է առաջ մղի եւ ասի բա մենք պայմանավորվածություն ունենք, հայտարարություն ունենք ստորագրած, որ ես պետք է լինեմ այդ դրա անվտանգության ապահովողը, չէ, իմ զինված ուժերը կամ իմ հատուկ ծառայությունը պետք է դրա անվտանգությունն ապահովեն։ Դա բնականաբար շատ ավելի հարմար կլինի թե Իրանին, բնականաբար կան ամերիկացիները լինեն, ակնհայտ է դա, Իրանի համար էլ հարմար կլինի, Ռուսաստանի համար էլ տարածաշրջան վերադառնալու ինչ որ հնարավորություն կլինի։ Այստեղ շատ հետաքրքիր է, որովհետև Ռուսաստանը բնորոշ է դա գլոբալ գերտերություններին, տարածաշրջանում իր ազդեցությունը ունեցել է խաղալով կոնֆլիկտի առկայության վրա։ Այսինքն երբ որ կար հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, Ռուսաստանը երկուսին կարող էր իր ուղեցիրուն պահել ազդեցության տեսանկյունից։ Մի քիչ ավելի քիչ Ադրբեջանին թուրքական գործոն հաշվի առնում, բայց եթե այդ գործոնը չլներ, հավասար ազդեցություն կունենար, բայց ուներ շատ լուրջ ազդեցություն երկու կողմերի վրա։ Ամերիկացիք հակառակն են անում։ Ասում են, քանի կոնֆլիկտը չկա, եկեք այս կոնֆլիկտի բացակայության ինքնելից ազդեցությունը ձեռք բերում տարածաշրջանում։ Եկեք ապրեք իրար հետ, փող աշխատեք, առևտուր արեք եւ այլն։ Տարբեր մոտեցումներ։ Միացյալ Նահանգները այլ պետություններում կարող է այս մեխանիզմը օգտագործել, Ռուսաստանն էլ այլ պետություններում կարող է այն մեխանիզմը օգտագործել, բայց սրանք բնորոշ գործիքներ են գլոբալ խաղացողների համար ազդեցության տարածման տեսանկյունից։ Այնպես որ եթե Ռուսաստանը ունենա ազդեցություն ճնշում գործադրի եւ Ադրբեջանի եւ Հայաստանի վրա, բնական է, եթե Միացյալ Նահանգները չլինեն, ինքը կարող է թուղթը որպես հիմք ընդունել իրավական եւ ասել, որ շարժվում ենք այս ուղղությամբ, ես էլ դրա անվտանգությունը կապահովեմ, որպես այլընտրանք։ Պարոն Սարգսյան, չեք կարծում, որ այնուամենայնիվ ըստ էության ոչ թե Միացյալ Նահանգները, այլ Իսրայելը արդեն ներխուժեց տարածաշրջան։ Ինչու եմ սա ասում, երեք օրինակ լսում էի նույնիսկ շատ հետաքրքիր չինացի մի տնտեսագետ կա, որը Միացյալ Նահանգներ էր հրավիրված եւ մի ծրագրի մասնակցելու եւ հարցազրույցն էի լսում Միացյալ Նահանգների տնտեսական վիճակի մասին էր խոսում, թե արդյոք սա նման է այն կայսրություններին, որոնք փլուզման ճանապարհն են ընտրել, որտեղ խնդիրներին էր անդրադառնում, բայց հետաքրքիր դիտարկում արեց, որը շատերն են ընթորում արել, քաղաքագետներ, որ Թրամփը իրականում պրոիսրայելական, ոչ թե նա գալով ասելով, որ առաջինը Ամերիկան է, first America, բայց դրան հակառակ եւ Վենսը եւ Թրամփը իրականում ոչ թե պրոամերիկյան, այլ պրոիսրայելական քաղաքականություն են վարում եւ հետաքրքիր մի բան բացահայտեց, ես չգիտեի, գուցե դուք գիտեիք արդեն, որ տարիներ առաջ դեռ Թրամփը բավական լուրջ ծանր վնասներ է կրել իր բիզնես գործունեության ընթացքում, բանկրոտի է հասել եւ հրեաներն են նրան օգնել ոտքի կանգնել եւ այսպես ասած նա իր պարտքերն է փակում, պարտքերն է վերադարձնում Իսրայելին։ Սրա մասին նաեւ կա ընդվզում, ես տեսնում եմ քաղաքական էլիտայի, տնտեսական էլիտայի մեջ, որ այդ հա բուրժուազիան հրեական ազդեցության տակ եւ հրեաներից բաղկացած իսրայելական կամ սիոնիստական գաղափարների դժգոհություն կա Ամերիկայում։ Հիմա չեք կարծում, որ այնուամենայնիվ այս թրիփը դեռ Կոնստանտին Սոկոլովին դեռ մի կողմ թողնենք, հա, չնայած չես կարող արդեն անտեսել, որ ինքն էլ կուրացիա է անելու այդ հիմնադրամը Trip Plus-ը հիմնադրամը։ Չեք կարծում, որ ոչ թե Միացյալ Նահանգները մտավ տարածաշրջան, այլ իրականում Իսրայելը մտավ։ Եվ սա ավելի վտանգավոր է։ Մոտեցումը բնականաբար կա, բայց ես ուզում եմ նաև հաշվի առնել, որ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների շահերը շատ ուղղություններով այնքան ընդհանրական են, որ մեկը թե մյուսը ըստ էության տարբերություն չկա, որովհետեւ շատ ընդհանուր շահեր ունեն ամենատարբեր ուղղություններով։
ամենատարբեր է։ Խոսքը միայն Իրանի մասին չի գնում։ Խոսքը գնում է ավելի մեծ մերձավոր արևելքի մասին, խոսքը գնում է մերձավոր արևելյան բոլոր գործընթացների մասին, որոնք մենք տեսնում ենք, որոնց ականատեսում ենք լինում ենք։ Այսինքն խոսքը գնում է նրա մասին, որ իրենք իրոք ռազմավարական դաշնակիցներ են, այո, մեծ եւ փոքր, այո, Իսրայելը լուրջ ազդեցություն ունի, այսինքն Իսրայելը, չէ, այդ ոչ միայն Իսրայելը, այլ նաեւ հրեական համայնքը Միացյալ Նահանգների։ Շատ լավ օրինակ կա այստեղ, որ Նետանյահուն գնացել էր Վաշինգտոն, որպեսզի Օբամային համոզի, որ Իրանի հետ չստորագրեն այն համաձայնագիրը, որի մասին շատ լավ գիտեք։ Այդ ընթացքում ինքը գնաց կոնգրեսում ելույթ ունեցավ եւ ամբողջ կոնգրեսը, այդ թվում Օբամայի կուսակիցները նրան ոտնկայից ծափահարում էին։ Այսինքն ինքը եկել էր Օբամայի տան մեջ, Օբամայի թիմակիցներին, կուսակցության անդամներին հաթաթա էր տալիս, թե ինչու է սխալ Իրանի հետ այդ գործարքը անելը։ Բայց Միացյալ Նահանգները գնաց այդ ճանապարհով եւ ստորագրեցին այդ գործարքը։ Այսինքն վերդասեցին նաեւ այս պարագայում, այս ճնշման նույնիսկ գնով ամերիկյան շահերը առաջ մղեցին եւ գնացին շարժվեցին դեպի առաջ Իրանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ։ Ուղղություններ կա, որ նաեւ հակասություններ ունեն Թրամփը եւ Նեթանյահուն։ Տեղեկություններ են անընդհատ գալիս, որ նույնիսկ հեռախոսազանգերն են կամ անպատասխան են հաճախ մնում, կամ շատ կոնֆլիկտային են նրանց միջև այդ երկխոսությունը լինում։ Այսինքն այս ամեն ինչը կա, բայց նորից եմ ասում, Իսրայել պետությունը Միացյալ Նահանգները շատ ուղղություններով ունեն ընդհանուր շահեր եւ այդ ազդեցությունը իրան միմյանց վրա բնականաբար շատ մեծ է։ Բայց որ բերում ես Իսրայելին, թե բերում ես Միացյալ Նահանգներին, նորից եմ ասում, այս տարածաշրջանում նրանց շահերը նույնական են։ Այնպես որ կրկնում եմ, Իրանի տեսանկյունից նայենք։ Այդ թվում իհարկե, այդ թվում Իրանի վերջի պատերազմի ինչի մասին էր վերջի Իրանը, դրա մասին էր։ Այսինքն Միացյալ Նահանգները պատմության մեջ առաջին անգամ ուղիղ այսպիսի մասշտաբային պատերազմի մեջ ներքաշվեց Իրանի դեմ, շատ հստակ թիրախներով, շատ հստակ թիրախավորելով, փորձելով անել այն, ինչ որ ըստ էության նաև տեղեկություններ եղան, որ Իսրայելն այդ տեղեկությունները փոխանցել է Միացյալ Նահանգներին, որ եթե վերացնենք հոգևոր առաջնորդին, դա կբերի համաժողովրդական ինչ որ ընդվզման իշխանության դեմ կտապալվի այս կառավարությունը եւ այլն։ Այսինքն այս տեղեկություններն էլ կային ամերիկյան մամուլում, որ հետո Միացյալ Նահանգները պարզել են, որ դրանք սխալ հաշվարկներին կամ սխալ տեղեկություններ են։ Այսինքն ցանկացած պարագայում ես ուզում եմ ասեմ, որ իրենք շատ փոխկապակցված են ամենատարբեր տնտեսական, քաղաքական, ռազմական, աշխարհաքաղաքական թերերով։ Նաև շատ հետաքրքիր է, որ Սոկոլովը արդեն իսկ մտել է Հայաստանի տնտեսության մեջ եւ Թեղուտում մասնաբաժինով եւ փաստորեն Վիվասելում իր բաժնեմասով եւ սա եւս չափազանց կարեւոր դրվագ է, որը չպետք է անտեսենք, հա։ Նաև շատ հետաքրքիր էր այն պատվիրակությունը Լայքստոնի մասնակցությամբ, հա, իսրայելցի, որը ընդ որում Թրամփի Փեսայի հետ շատ մոտ հարաբերությունների մեջ է եւ ընդ որում նրան տարբեր հրապարակումներում պատվիրակության անդամներից մեկի մասին եմ, հա, ասում, որը եկել էր եւ Սոկոլովի հետ հանդիպում էր Փաշինյանին, նաեւ ամերիկյան դեսպանատան տարածքից հարցազրույց էր տվել, նկատի ունեմ ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդական Արիել Լայթստոունը շատ կարևոր անձնավորություն, ընդ որում նրան լուրջ մեղադրանքներ են հասցվում, ես նայում եմ միջազգային մամուլում, Պաղեստինում ցեղասպանության մեջ նրա դերակատարման ուղղությամբ։ Հիմա Իրանից ես պատկերացնում եմ, նստած նայում են այս պատվիրակության կազմը, որ եկել են ու Փաշինյանի հետ քննարկում են իրենց քթի տակ։ Մենք դառնում ենք կենթանի թիրախ այլևս։ Այստեղ շատ կարծում եմ ճիշտ կլինի, որպեսզի փորձենք հասկանալ, թե ընդհանրապես ինչ է կատարվում, ինչ մարդիկ են գալիս գնում, ով է Կոնստանտին Սակալովը եւ այլն, որովհետեւ մեկնաբանությունները շատ եղան քաղաքական մեր դաշտում, տարբեր տեսակի աշխարհաքաղաքական ինչ-որ տարբեր մեկնաբանություններ եւ վերլուծություններ եղան։ Այո, Սոկոլովը ծնվել է Ռուսաստանում, բայց երիտասարդ տարիքում գնացել է Միացյալ Նահանգներ, ստացել ամերիկյան քաղաքացիություն, ունեցել է հաջող բիզնեսներ, այդ հաջող բիզնեսների արդյունքում ֆինանսապես լուրջ հաջողություններ ա ունեցել, այսինքն հարստացել է եւ այսօր դարձել է ոչ թե Թրամփի, այլ MAGA շարժման հիմնական ֆինանսավորողներից խոշոր դոնորներից մեկը։ MAGA շարժումը դա այն շարժումն է, որը ոչ միայն այսօր Թրամփին է աջակցել, այլ վաղը այլ Թրամփի իրավահաջորդները որ գան, իրենց էլ աջակցել։ Այսինքն այդ շարժումը միայն Թրամփի մասին չէ, գլոբալ շարժում է։ Այդ MAGA շարժումը գլոբալ շարժում է։ Հիմա այդ մարդը ունեցել է Հայաստանում, այո,
բիզնես ներկայություն ունի, մինչև հիմա էլ ունի բիզնես ներկայություն, 1-2-ը դուք նշեցիք, բայց միևնույն ժամանակ ես այստեղ էլի ունի, բացի այդ նշածս։ Ես եթե չեմ սխալվում, Ամիո բանկում էլ ինչ-որ մասնաբաժին ունի, եթե չեմ սխալվում, բայց պետք է դա ճիշտ է։ Այո, հիշեցի, ճիշտ եք ասում, ժամանակին որ հայ բիզնես բանկ էր կոչվում։ Այո։ Հիմա ինքը լավ պատկերացնում է այստեղի բիզնես միջավայրը։ Ինքը շատ լավ պատկերացնում է ամերիկյան քաղաքականությունը, շատ լավ պատկերացնում է թե որոշումները Վաշինգտոնում ինչպես են կայացում եւ շատ լավ գիտի թե ում հետ ինչպես արագ հնարավորինս խոսա, որպեսզի այն պատասխանատու պաշտոնը, որ իրան նշանակել են, ինքը կարողանա ավելի էֆեկտիվ եւ ավելի արագ թրիփը առաջ մղի։ Որովհետեւ այստեղ ժամանակի գործոնը չափազանց կարեւոր է։ Նախ Թրամփը 2 տարուց ավարտվում է նախագահությունը Թրամփի եւ նա գնալու է քաղաքականությունից, որովհետեւ էլ չի կարող վերընտրվել։ Եվ այս ամեն ինչը պետք է ավարտվի նրանով, որ Թրամփը գոնե պետք է կարմիր ժապավենը կամ ինքը կտրի, կամ իր թիմակիցը, կամ իր իրավահաջորդը, այսինքն այս ամեն ինչը պետք է ավարտվի Թրամփի օրոք։ Նշանակում է ժամանակը շատ քիչ է։ Միևնույն ժամանակ շատ արագ պետք է այս թրիփը կյանքի կոչել, որովհետև այս պահի դրությամբ Ռուսաստանը եւ Իրանը զբաղված են իրենց խնդիրներով եւ առանձնապես չեն կարողանում խանգարել։ Դրա համար իրենք հասկանում են, որ ժամանակը շատ քիչ է եւ այս բյուրոկրատիան կրճատվել է, մինիմալի է հասցվել եւ Սակալովն էլ այստեղ շատ իր լուրջ դեր ունենալու է։ Այսինքն հիմա Միացյալ Նահանգներին պետք է շուտ սա կյանքի կոչել եւ դրա համար բյուրոկրատիան դարձվել է, զրոյացվել է։ Այսինքն շատ արագ ինքը կապվում է Թրամփի թիմի առանցքային դեմքերի հետ եւ ասում է, այս հարցը պետք է շատ արագ առաջ մղել, որ չգնա այդ դեպարտամենտում ինչ-որ բյուրոկրատական քաշքշուկների մեջ չգնի։ Այսինքն ես հասկանում եմ ինչի են անում դա, որովհետեւ ժամանակի գործոնը տեմպը շատ կարեւոր է։ Նշանակում են մարդիկ, ովքեր որ ամեն ինչ գիտեն, ամեն ինչ հասկանում են։ Այսինքն շտապում են, ինչ որ անհանգստություն ունեն։ Անհանգստության խնդիրը չի միայն, այստեղ ասում եմ, քանի Իրանը եւ Ռուսաստանը մի քիչ զբաղված են իրենց խնդիրներով, քանի Թրամփը դեռ նախագահ իր օրոքսա պիտի տեղի ունենա, դրա համար այո, այդ շտապողականությունը կա։ Հիմա հետ գանք հաջորդ պաշտոնյան, որի մասին նշեցիք, նա նաեւ Նեթանյահուի խորհրդականն է եղել նախընտրական շտաբում է եղել Նեթանյահուի։ Նա առանցքային դեր է ունեցել Գազայի դեպքերում։ Բացի դրանից ինքը շատ կարևոր դերակատարություն է ունեցել Աբրահամյան համաձայնագրի, որի նպատակը հիշեցնեմ դա Իսրայելի եւ արաբական աշխարհի երկրների միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրերն են։ Ինքը դրանում էր շատ կարևոր դերակատարում Եվ Հայաստանին ուզում են Ուիտկոֆներ ասել, որ չի բացառվում բանագնացը հատուկ հանձնարարություններով։ Ուիտկոֆը ասել էր դեռ անցյալ տարի, որ չի բացառվում, որ Հայաստանին առաջարկեն միանալ, այո, միանալ Աբրահամյան համաձայնագրին։ Եվ ինքը այս ռեգիոնը շատ լավ պատկերացնում է եւ շատ լավ պատկերացնում է ռեգիոնի process-ները եւ շատ լավ հասկանում է Միացյալ Նահանգների շահերը, որտեղ այդտեղ կարող է տեղավորել։ Այսինքն ինքը գիտակ մարդ է, հասկանում է թե ինչ անում եւ հասկանում։ Այսինքն մարդիկ են նշանակված, ովքեր ռեգիոնը շատ լավ գիտեն։ Իսկ երկու պաշտոնյաներն էլ, որոնք որ եկել են Հայաստան եւ հանդիպումներ ունեցել Հայաստանի ղեկավարության հետ, շատ լավ հասկանում են։ Մեկը հասկանում է Հայաստանի բիզնես միջավայրը եւ շատ լավ հասկանում է ամերիկյան բիզնես միջավայրը եւ ինչպես կապել դա իրար հետ, որպեսզի հնարավորինս process-ը արագ գնա։ Մյուսը շատ լավ տարածաշրջանն է հասկանում, քաղաքականությունն է հասկանում, նկարում է նույնիսկ գծում է, այսինքն ճարտարապետն է նաեւ ամերիկյան քաղաքականության մեր տարածաշրջանում։ Այսինքն այս առումով ես չեմ զարմանում ինչու են այս մարդիկ գալիս Հայաստան, ունենում հանդիպումներ, քննարկումներ, հարցազրույցներ եւ այլն, եւ այո, չեմ էլ զարմանում ինչի է դա անհանգստացնում Իրանին։ Չէ, հասկանալի է, բայց նաեւ սա նշանակում է Միացյալ Նահանգների համար այս գլոբալ նախագծի կարևորությունը, սա նշանակում է Իսրայելի համար սրա կարևորությունը որքան բարձր է, որովհետեւ պատահական հենց այնպես մարդիկ չեն եկել, առանցքային մարդիկ են եկել։ Վիտկոֆի թիմի առանցքային մարդկանցից մեկը։ Այո, դրա համար եմ ասում, որը նաեւ հենց Փեսայի հետ Թրամփի շատ լավ հարաբերությունների մեջ են, մեծ պրոյեկտներում ընդգրկված են եւ այլն, քաղաքական, տնտեսական եւ նաեւ այստեղ հետաքրքիր է այն հանգամանքը, որ մենք տեսնում ենք նաեւ Ադրբեջանն է արագացնում process-ները։ Ադրբեջանն է արագացնում նաեւ, գուցե նաեւ պայմանավորված դրանից, որ չնայած այս քարոզչությանը, թե իբրև թե Միացյալ Նահանգները տեսեք խեղճացրել է Իրանին կամ ծանր վիճակում է հայտնվել Իրանը կամ նույնը որ տեղի ունենում, ասենք ուկրաինական ճակատի մասին այս քարոզչությունը որ արվում է, այնուամենայնիվ իրենք տիրապետում են լուրջ ինֆորմացիաների, որ իրավիճակը հեչել այդպես չէ։ Եվ այնպես չի որ Իրանը։ Դե բնականաբար Ադրբեջանն էլ է հիմա շատ արագ պետք որ դա կյանքի կոչվի, որովհետև Ադրբեջանը Նախիջևանը դարձնում է աշխարհաքաղաքական տարածաշրջանային գործոն։ Առաջ տենց իզոլացված ինչ որ տարածք էր, վնասով տենց ինչ որ ապրող տնտեսական առումով դոտացիաներ ստացող տարածք էր, իսկ հիմա ինքը դառել է աշխարհաքաղաքական կարևոր գործոն Նախիջևանը։ Հենց այս կապի օգնությամբ, այս կապի միջոցով նաև Իրանին շրջանցելու միջոցով, որովհետև եթե կա թրիփ
Իրանի տարածք մտնելու Նախիջևան հասնելու համար Իրանի տարածք մտնելու անհրաժեշտություն Ադրբեջանն այլևս չունի։ Ակնհայտ է, որ իրանց էլ է, չէ՞, շուտ պետք որ սա կյանքի կոչվի, արագ ընթացք ունենա։ Պարոն Սարգսյան, իդեպ հետաքրքիր է, որ երեք բավական լուրջ հայտարարություններ է արել Ալիևը, իհարկե որոնց մասին այնպես չգիտեինք, թե այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը իրենց ծրագրերում ինչպիսի տեղ է զբաղեցնում, իհարկե նա ասում է, որ իրենք են եղել առաջ մղողը այդ ծրագրի, իրենք են շարժել, որովհետև դա իրենց համար երազանք է, բայց ուզում եմ հատկապես անդրադառնալ մի քանի դրվագների։ Նա ասում է, որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում եւ որոշել են այն վայրերը, այսինքն լոկացիա, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ։ Սա նշանակում է Հայաստանի իշխանությունները թաքցրել են մինչ օրս, որ մասնագետներ են եկել եւ տեղանքը զննել եւ աշխատանքներ են որոշակի կատարել, Ալիևը այնտեղ արդեն նշվում է, որ ինչքան բեռ է անցնելու, խոսում է ենթադրաբար 15 միլիոն տոննա բեռից գուցե ավելի մեծ ծավալի անցման մասին, խոսում է Նախիջևանի հետ կապված, ընդ որում ասում է, եթե Մեծամորի ատոմակայանը փակվի, Հայաստանը կարող է բախվել լուրջ էներգետիկ ճգնաժամի եւ լրացուցիչ էներգիայի աղբյուր ունենալը օգտակար կլինի։ Տեսնում եք Ալիևը ոնց է մտածում Հայաստանի մասին ու կանխատեսում է, որ Մեծամորի ատոմակայանը կփակվի։ Նայեք իշխանությունների Փաշինյանի եւ նրա թիմի քայլերը Մեծամորի ատոմակայանի դեմ։ Եվ նաեւ նշում է, որ Եվրամիությունը հետաքրքրված է Ադրբեջանի երկաթուղու Նախիջևանի հատվածին մասնակցությամբ։ Սա ֆիքսենք, որտեղ Նախիջևանից ենք խոսելու, եւ մի հիշեցում էլ, գուցե մեր հետևորդների աչքից վրիպել է CNN Թուրքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը հայտարարել էր, որ Զանգեզուրի միջանցքի բացումը արդեն մոտալուտ հեռանկար է, դա հեռավոր հեռանկար չէ, ինտենսիվ դիվանագիտական եւ ֆիզիկական ջանքերը շարունակվում են, իսկ Թուրքիայի հաղորդակցությունների հարցերով փորձագետ Ռաուֆ Աղա Միրզաևը պատմել էր, որ հայկական կողմից խոստացել են մինչև տարվա վերջ ակտիվորեն սկսել շինարարական աշխատանքները, նրանք անցյալ տարի արդեն սկսել էին տարբեր հատվածներում առաջնային պայթեցման աշխատանքները։ Սրանք շատ կարևոր են, այս ֆիքսենք։ Հիմա Նախիջևան դրանով հետաքրքրված է, ինչպես Ալիևն է ասում, Եվրամիությունը, ընդ որում բավական թեմաներ բացեցինք, խնդրեմ, հիմա ձեզ եմ թողնում խոսքը։ Դե ես չեմ զարմանում, բնականաբար Եվրոպական միությունը հետաքրքրվածություն ինչ-որ կունենա, արդյոք այդ հետաքրքրվածությունը կմոնետիզացվի թե ոչ, իհարկե այս պահին դժվար է ասել, որովհետև երկաթուղի վերջո ամենամեծ խնդիրն է այս ամբողջ պատմության մեջ, նաև ռուսական, որովհետև ազդեցության տակ է կամ ռուսական կազմակերպությունն է, կոնցեսիոն կառավարիչը ռուսական ընկերությունն է, այստեղ շատ բարդ է լինելու հասկանալ, թե ոնց ամեն ինչը տեղի ունենալու։ Ինչ վերաբերում է ատոմակայանին, սա կարևոր հարց է, որովհետև նորից մյուս տեսանկյունից նայենք, թե ումա ձեռնտու որ փակվի եւ ում ձեռնտու չի որ փակվի ատոմակայանը։ Ատոմակայանը գիտեք որ ռուսներն են, չէ՞, ըստ էության ապահովում։ Եվ եթե դա փակվում է, դա Հայաստանը այդ էներգետիկ կախվածությունը, որը ունենալու էր ատոմակայանից, ունենալու Ադրբեջանից։ Այսինքն սա լրացուցիչ ազդեցություն է նաեւ Հայաստանի վրա Ադրբեջանի կողմից։ Եվ սա նույնպես աշխարհակաղակական շատ կարևոր գործոն է, որովհետև էներգառեսուրսները, եթե դու չունես քոնը, կախվածություն ես ինչ-որ մեկից ձեռք բերում եւ մենք այդ կախվածությունը ձեռք ենք բերելու ումից Ադրբեջանից, այսինքն վերցնում ենք Ռուսաստանից, դուրս ենք մղում, հա, այդ որովհետև Թուրքիան հիմա ակտիվորեն փորձում է մտնել ատոմակայանը, եթե փակվում է, եթե մենք այդ էներգետիկան չունենք, դե նրանք էլ հենց պահանջել էին, մինչև հիմա Թուրքիայում հոդվածներ են հրապարակում, որ իբրև թե ատոմակայանի պատճառով Թուրքիայի չգիտեմ ինչ հատվածներում ծնելիությունը ընկել է, չգիտեմ էս է արել, այսինքն այո, ձայն-ձայնի տված։ Այնպես որ ես չեմ զարմանում, որ դա էլ այդպես լինի, այսինքն փորձեն դա ռուսական ազդեցության տակից անեն ատոմակայանը կամ ընդհանրապես փակեն, ասեն դե գիտեք ձեր դեմ ոչինչ չունենք, բայց մեզ պետք չէ այլևս դա վտանգավոր է եւ այլն, եւ մենք ավելի լավը կախվածություն ունենք ադրբեջանական էներգետիկ ռեսուրսներից։ Այստեղ էլ նորից եմ ասում, այդ նույն տրամաբանությունն է պետք է նայես, թե ում դեմ է եւ ում շահերին է համապատասխանում, լիքը բաներ բարձ են դառնում։
Նախիջևանի Եվրամիության հետաքրքրվածությունը արդյոք պայմանավորված է նաև նրանով, որ դե միջին միջանցքն է իրենց համար առաջնահերթ եւ դրա մասին հայտարարել են եւ ոչ միայն Ուրսուլա ֆոն դեր Լայենը, այլ նաեւ Օբրայենը, նախկին պետքարտուղարի տեղակալ Միացյալ Նահանգների։ Ընդ որում Բայդենի ժամանակից դեռ, այո, պրոյեկտը կար, այսինքն մենք խոսում էին իրենց նպատակը միջին միջանցքն է։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը բազմիցս այս ընթացքում էլ հայտարարել է միջին միջանցքը որքան կարեւոր է իրենց համար։ Հիմա, երբ որ Նախիջևանով են հետաքրքրված, սրա մասին եմ ուզում խոսել։ Արդյոք դա նրանով է պայմանավորված, որ թրիփից եվրոպացիներին Միացյալ Նահանգները դուրս թողեց։ Շատ հնարավոր է, որ նաև դրանով է պայմանավորված։ Փորձում են այլ ճանապարհով, հա, Ադրբեջանի միջոցով գործել։ Այսօր Եվրոպան եւ Միացյալ Նահանգները այն ռազմավարական նշանակությունը միմյանց համար չունեն, ոնց որ նախկինում էր։ Որովհետև Թրամփը ստեյցիան ամեն ինչ փոխել է, տրամաբանությունը փոխել է, արտաքին քաղաքականության, համընդհանուր պաշտպանության քաղաքականության կամ ճարտարապետության ամբողջ տրամաբանությունը փոխել է։ Բայց ես կարծում եմ եվրոպացիները դա մի քիչ ավելի հեռահար են նայում եւ հույս ունեն, որ հաջորդ նախագահ Միացյալ Նահանգների որ գա, ընդ որում դա Թրամփը չի լինելու բնականաբար, իրենք ուզում են հիմիկվանից ինչ-որ փորձեն նաև Միացյալ Նահանգների հետ, ասեն, դե գիտեք, Թրամփը մի քիչ ուրիշ էր, բայց նոր վարչակազմի հետ մենք այս հնարավորությունը ունենք, թույլ տվեք մենք էլ այստեղ ներդրում անենք, վերջի վերջո այդ ապրանքները կենտրոնական Ասիայից հարավային Կովկասով կամ այդ էներգառեսուրսներով գալու են, ուր են գնալու։ Եվրոպա են, չէ՞ գալու։ Եթե գալու են մեր մոտ, մենք էլ մեր ազդեցությունը կամ մենք մեր մի փոքր կտոր ազդեցություն ունենանք այս հատվածում, ես սա շատ տրամաբանական եմ համարում։ Այսինքն որ փորձում են այդ ճանապարհով։ Թրամփը երբ որ գնաց ՆԱՏՕ-ի միջոցառմանը մասնակցեց Անկարայում, դուք ֆիքսել եք վստահաբար, թե ինչպես նա ասաց, որ ես եկել եմ այստեղ, որովհետև Էրդողանը իմ ընկերս է։ Սա քննարկվեց քաղաքական շրջանակներում, ես եւս փորձել եմ իմ զրուցակիցների հետ քննարկել, որովհետեւ այդքան եվրոպական երկրների ներկայացուցիչներ կային բարձրաստիճան եւ նա գալիս է նման հայտարարություն անում։ Արդյոք դա միայն պայմանավորված է Թրամփի կերպարով, որ այդպես էպատաժային է, հա, այդպիսի կերպար է, թե այնուամենայնիվ դա հստակ մեսիջ էր պարունակում։ Այնպես չի, որ Թրամփը չգիտի որտեղ ինչ է ասում։ Չէ, բնականաբար գիտի եւ բնականաբար նաեւ մեսիջ էր պարունակում, ընդհանրապես Միացյալ Նահանգներում Թրամփի հակառակորդները պնդում են, որ ինքը շատ ոգևորվում է եւ սիրում է դիկտատորներին։ Միշտ իրանք քննադատում են դրա համար, ասում են ինչքան դիկտատոր կա, դու իրանց հետ շատ լավ հարաբերություն ունես, կամ ասում ես ընկերս է, կամ ասում ես շատ լավ գործընկերս է, շատ լավ իրար հետ աշխատում ենք։ Օրինակները շատ տարբեր են, օրինակ են բերում եւ Թուրքիայի նախագահային օրինակ են բերում եւ Կիմ Չեն Ինին, այսինքն տարբեր այտենց մարդկանց իրանք օրինակ են բերում, որ դու սիրում ես դիկտատորներին եւ սիրում ես իրենց հետ խոր հարաբերություններ։ Դա ինչու Վենեսուելային այդպես արեց։ Որտեղ Վենեսուելան կոնտրոլի տակից դուրս էր գալիս կամ եկել էր։ Հա, այսինքն սիրում է այն դիկտատորներին, որոնք իր կոնտրոլի տակ են։ Կամ կոնտրոլի տակ են, կամ հվարտանում է այդ տեսակի առաջնորդներով, ովքեր երկար ժամանակ կարողանում են իշխանությունը իրենց ձեռքում պահել, որովհետև իր իշխանությունը սահմանափակ է տարիների տեսանկյունից, նրանցը ոչ։ Այսինքն սա անձնական պահել կա եւ երկրորդը բնականաբար ընդգծում էր Թուրքիայի դերն ու նշանակությունը Միացյալ Նահանգների համար, ասում էր ընկերս է, դա նշանակում է իրենց հարաբերություններն են բարձր մակարդակի ոչ միայն պետական, այլ նաեւ անձնական։ Եվ դա այն ֆոնին էր, որ Թուրքիան ցանկանում էր Միացյալ Նահանգներից լրացուցիչ ինքնաթիռներ ձեռք բերել եւ այլն եւ այլն։ Այսինքն սա ոչ միայն անձնական էպոտաժային իշու բան, այլ նաեւ աշխարհակաղակական հստակ մեսիջ էր, այո, իր ռազմավարական դաշնակցին, որով ինչ էր ուզում ասել։ Որ դուք չեք կարևոր այստեղ Թուրքիան է կարևորը։ Կշիռ էր փոխանցում եւ Էրդողանին, եւ Էրդողանի քաղաքական ուժին, եւ Էրդողանի եւ ընդհանրապես Թուրքիայի դերին տարածաշրջանում, այսինքն շատ տարբեր մեսիջներ սա կարելի է որպես ընկալել եւ մեկնաբանել։ Իսկ այն, որ Ադրբեջանի նախագահ Ալիևին հրավիրում է G20-ին մասնակցելու, իսկ ինչու՞ պետք է հրավիրի։ Չէ, հասկանում եմ ինչու պետք է չի հրավիրին, իրենց համար ամենակարևոր ռազմավարական գործընկերներից մեկն է դարձել, որի ընդ որում Թրամփի օրոք նրանք կարողացան իրենց համագործակցությունը ավելի ռազմավարական լուրջ մակարդակի հասցնել։ Այո, եւ ընդ որում Ալիևը կարողանում է հիմա ֆինանսական հովանոցներ նաեւ գտնել, հասկանալով, որ նավթը, այսպես ասած, անսպառ չէ, ինքը հիմա փորձում է համաշխարհային, ասենք BlackRock-երի պես մեծ կորպորացիաներում ամերիկյան հովանոցներ փնտրել գտնել ներդրումներ ան։ Նավթը շատ կարևոր գործոն է հիմա դարձել Միացյալ Նահանգների համար, որովհետև Հորմուզի նեղուցը փակելուց հետո Միացյալ Նահանգներում կտրուկ բարձրացավ բենզինի գինը եւ դա այնպիսի բացասական
վերաբերմունք առաջացրեց հանրության մոտ Թրամփի եւ նրա քաղաքական թիմի նկատմամբ, որ նրանք սկսեցին խառնվել իրար, որ ինչ-որ մի բան պետք է անել, որպեսզի գներ իջնի, որտեվ այս ընտրություններից առաջ որ շատ լարված են իդեպ անցնելու, գոնե ներկայացուցիչների պալատի մասով ինչ-որ մի բան պետք է անենք, թե չէ հայտարարությունա լինելու, հետո էլ նախագահական ընտրությունները մեր տեխնացուն շատ լուրջ խնդիրներ կունենա, որտեվ շատ բարձրացավ գները, շատ պատմական ինչ-որ մաքսիմումից սկսեց հասնել, մանավանդ Կալիֆոռնիայում, մանավանդ այդ տեսակի խոշոր նահանգներում։ Դրա համար այս նավթի գործոնը ինձ համար շատ կարևոր է։ Հիմա նաև Վենեսուելայի հարցը լուծեցին, նաև Վենեսուելայի նավթային կարողությունների հարցը։ Դե նավթ է իհարկե, բայց դե համենայն դեպս նավթա, որը հնարավոր է օգտագործել, եւ նաև բնականաբար աշխատում են շատ ավելի ակտիվ են պետությունների հետ, ովքեր ունեն նավթային միջոցներ։ Խնդիրը միայն իրենց բավարարման մասին չէ, որ ոչ միայն իրենք բավարարեն իրենց նավթային կարիքները, այլ նաև իրենց ռազմավարական դաշնակիցների համար այդ խնդիրները կարողանան լուծել, իրենց գործընկերների համար այդ խնդիրները կարողանան լուծել, դրա համար ես չեմ զարմանում իրենց վերաբերմունքով, որ այդ Ադրբեջանի նկատմամբ հենց այդպեսին է։ Վերջիվերջո պրագմատիկ ամերիկյան շահ է եւ այդ շահով էլ առաջնորդվում են։ Լավ, հիմա այս ամեն ինչի մեջ փորձենք գտնել Հայաստանը ինչ է շահում, ինչ է ստանում, պարոն Սարգսյան։ Տեսեք, մենք խոսում ենք Ադրբեջանը ինչ է շահում, Թուրքիան ինչ է շահում եւ երկարատև, երկարաժամկետ պրոյեկտների մակարդակում եւ կարճաժամկետ հեռանկարում։ Մենք տեսնում ենք բոլորի շահերը տեսնում ենք։ Ես ուզում եմ հասկանալ մենք ինչ ենք շահում, որովհետև այդ որ ասում եք տնտեսական օգուտների մասին, դեռ շահերի մասին դեռ մեզ համար հայտնի չէ, բայց այն ինչ որ գրված է թղթի վրա, մենք այդտեղից բան չենք օգտվելու, մենք ընդհանրապես ինչ որ կարող է փոքր-մոքր ենթակառուցվածքներ, բաներ անենք, այդ trip-ի հայտարարությունների տեքստերից եմ ասում, ինչ որ կարող է մեզ համար ինչ որ դասընթացներ անցկացնեն, չգիտեմ, ինչ որ փոքր-մոքր տնտեսվարողների թույլ տան, ասենք, թե ինչ որ սպառողական ինչ որ բաներ, հա, օբյեկտներ ստեղծել, սպասարկման օբյեկտներ ինչ որ բացել ու կողքից բիզնես անել, բայց մեծ հաշվով տնտեսական օգուտներ չկան։ Ինչ ենք մենք շահում։ Ենթադրենք, շատ լավ պրոյեկտ է, իրենք ինչպես ներկայացնում են, ենթադրենք դա իրականանում է։ Հայաստանը ինչ է շահում, ինչ է կորցնում։ Դե բնականաբար կորցնելու մասին խոսեցինք, կամ ինչ-որ բաներ արդեն քննարկեցինք, բայց նաև ես կարծում եմ, որ այստեղ մի կարևոր հանգամանք կա, որ Հայաստանը կարողանում է միանալ գլոբալ այդ global chain-ը կոչվում, չէ՞, գլոբալ այդ առևտրի շատ գլոբալ մի հատ ցանցի է կարողանում միանալ։ Ասենք ինչով, որ այնտեղ նաև մի հատ տեղ նշվում է, որ այս փոքր 41 կիլոմետրը Հա, որովհետև դու ունես ինչ-որ հնարավորություն վերներ ուղարկել այս կողմից այն կողմ, բայց այստեղ ուրիշ հարց է, որքանով Հայաստանը կկարողանա էֆեկտիվ դա օգտագործել, որքան Հայաստանի իշխանությունները կկարողանան էֆեկտիվ օգտագործել այդ գործոնները, որքանով էֆեկտիվ կկարողանան ապրանքաշրջանառություն ապահովել այս կամ այն ուղղությամբ։ Այսինքն հնարավորություններ երբ որ բացվում են, մի բան է որ դրանք կան կամ չկան, մի բան է որ դու կարողանում ես դրանցից օգտվել, թե չես կարողանում։ Սա կարծում եմ հնարավոր է այս ուղղությամբ աշխատել։ Հիմա եթե ոչ այս իշխանությունները, ապա հաջորդ իշխանությունները որ գան, պետք է փորձեն բնականաբար նաև ավելի դրական ինչ-որ բան այս ամեն ինչից քաղել։ Միգուցե անվտանգության տեսանկյունից, միգուցե, չգիտեմ, համենայն դեպս այս պայդրությամբ ես չեմ տեսնում այն գլոբալ տնտեսական շահը, որի մասին այդքան բարձրաձայնում են, ես չեմ տեսնում, որ դա լինելու է Հայաստանի համար գլոբալ տնտեսական ինչ-որ շատ լուրջ շահ։ Ինչ-որ փոքր է լինելու, եւ մասնագետներն են պնդում, տնտեսագետները, ես բնականաբար տնտեսական բան չեմ կարող տալ։ Եվ երկրորդ հարցը, եթե չի լինում trip-ը ինչ է լինում, չէ՞, որի մասին խոսեցինք։ Հա, հիմա որն ավելի լավ, ում 10, չգիտեմ, դա էլ է պետք հասկանալ։ Վերջիվերջո Իրանն էլ չէ, մի պահ կարար մտածել, ասել, եթե այդ Սյունիքը պետք է կամ թուրքերը կամ ադրբեջանցիները վերցնեն, կամ իրանց այս տարեկամները, ես կվերցնեմ։ Ինչի՞ պիտի թողեմ, որ դուք վերցնեք, չէ՞, մինչև էլ այս ամբողջ պատմությունը, այդ մոտեցումն էլ կարար լինել։ Հա, բա իհարկե։ Այսինքն էսա հարցը, դու ինչ-որ բան տալիս ես, դրա դիմաց դեռ մի քիչ մշուշոտ է, թե ինչ է ստանում, հնարավորություններ լինելու են, այո, կարծում եմ լինելու են գլոբալ ցանցին, ինչ-որ միանում ես, ինչ-որ հնարավորություն ես ունենում միանալ, բայց միևնույն ժամանակ ձեռք ես բերում ինչ-որ շատ ավելի կոշտ հակառակորդներ այդ process-ի, դեմս Իրանի եւ Ռուսաստանի, այսինքն ռիսկերը այնքան շատ են եւ ուղղակի հիմա Ռուսաստանը իր գործերով եւ խնդիրներով է զբաղված, Իրանը իր, բայց ինչ-որ մի պահի սկսելու են, չէ՞, այս տարածաշրջանում։ Այսինքն իսկ կա վտանգ, որ կարող է, այսպես ասած, աշխարհակաղակական կլանում տեղի ունենա Սյունիքի, օրինակ, կլանում տեղի ունենա, դա էքսպանսիա ենք ասում, բան, քաղաքական էքսպանսիա տեղի ունենա եւ ինչ որ պահից սկսած այլևս Հայաստանը որևէ իրավունքներ չունենա այդ հատվածի նկատմամբ։
Ես ոչինչ չեմ կարող բացառել, որովհետև հիմա աշխարհում ամեն ինչ այնքան արագ է զարգանում, մանավանդ ինչ որ պատտվում է մեր շուրջ եւ սովորաբար մեր շուրջ պատտվող զարգացումները, չգիտես ինչու, երբ որ մեզ են վերաբերում, միշտ գնում են զարգացման բոլոր հնարավոր սցենարներից ամենավատ ուղղությամբ։ Եվ ոչինչ բացառել չի կարելի, ոչ մի ուղղությամբ զարգացում ես չեմ կարող այսօր բացառել, որովհետև շատ բաներ կան, որ անտրամաբանական են։ Հայաստանում շատ բաներ կան, որ անտրամաբանական են։ Այդ նույն այլընտրանքի բացակայությունը շատ անտրամաբանական բան է։ Թրիփի այլընտրանքի բացակայությունը ոչ մեկ չի դիտարկում որևէ այլ պլան B։ Եթե չի լինում, ապա ինչ։ Իդեպ նաև վերջնականապես հայտնի չդարձավ, բայց որքան հասկանում եմ, նաև այդ օրինակ թրիփի միջոցով այդ ճանապարհ երկաթուղու կամ չգիտեմ, այդ ամեն ինչի միջոցով հնարավոր է, որ Ադրբեջանը օրինակ զենք տեղափոխի։ Սա էլ Ես չեմ բացառում, ինչու պիտի մարդը անցնելու թեղ նաև զենք կարող եք տեղափոխել, ռազմական ռեսուրս կարող եք տեղափոխել։ Ինչ հիմքով պիտի չթույլատրի։ Ահա, որովհետև հասկանալի չէ, Ադրբեջանը երբ որ ասում է հայի երես չպետք է տեսնեմ, ինձ ոչ մեկ չպիտի ստուգի, ինձ մոտ հարց է առաջանում։ Մանավանդ որ Նախիջևանը դարձել է ռեգիոնի ամենամիլիտարիզացված կետը եւ որի ճանապարհները դեպի Հայաստան մտնող ճանապարհները մի քանի անգամ լայնացրել են, ինչը նշանակում է, որ ռազմական տեխնիկա է շարժվելու։ Ես կոնկրետ օրինակ բերեմ, վերջի օրերին տեղեկություններ եղան, որ Silkway ավիաընկերությունը ադրբեջանական Հայաստանի տարածքով գնում գալիս է Նախիջևան։ Silkway իհարկե քաղաքացիական է, որպես ձևակերպված, բայց հայտնի է, որ իրենք հիմնականում դրանով զենք զինամթերք են տեղափոխում։ Հիմա Հայաստանի օդային տարածքով եթե տեղափոխում են, ցամաքային բանով ինչու պիտի տեղափոխեն կամ ինչու չպիտի ուզեն տեղափոխել։ Եթե օրինակ մանավանդ Իրանը Ադրբեջանի հետ խնդիր ունի նաև, նույն իրավասությունը չէ, դու ունես քո օդային տարածքի եւ քո ցամաքային տարածքի վրա, նույն իրավասություններն է։ Եթե այնտեղով թողնում են, այնտեղով ինչի պիտի չթողնեն։ Հա, ում դեմ է դա լինելու, մերկեմ։ Լավ, հիմա վերջում այլընտրանքերից ենք խոսում, իրենք ինչպես արդեն նշեցի, Նիկոլ Փաշինյանը փաստորեն Երևանում մինչև ԵԱՏՄ միջկառավարական այդ նիստին մասնակցելը Ղրղստանում նա որոշ հայտարարություններ արեց, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է լինում, եթե մենք դուրս գանք, չգիտեմ, կմեռնի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը, դեստեն, նախ ուզում եմ հասկանալ այնուամենայնիվ ի պատիվ նախկին իշխանությունների Հայաստանը հիմնադիր անդամի կարգավիճակում է ԵԱՏՄ-ում եւ դա որոշակի առավելություններ է տալիս մյուսների նկատմամբ։ Փաշինյանը մինչ այդ փորձեց Տոկաևին իրեն համախոտ դարձնել, որ ներսից բաներ փոխի, բայց Տոկաևը այդքան հիմար չի, էլի, խելք ունի, որպեսզի չգտրվի այդ բաներին, մանկական այդ խաղեկներին եւ դուրս գա, ասենք, Ռուսաստանի դեմ։ Դրանից հետո Փաշինյանը գրում է Ղրղստան եւ շատ նուրբ քնքուշ հայտարարություններ անում, նույնիսկ վախենում է Ռուսաստանի անունը տալ, հա, այսպես ընդհանրական բաներ է ասում եւ ԵԱՏՄ-ի աշխատանքային կարգի մասին եւ լրագրողների հետ զրույցում ասում է, որ Լուկաշենկոն էր փաստորեն ԵԱՏՄ-ի անդամներից մեկը հրահրեց, որ մենք գնացինք դրան, թե չի ասում այլընտրանք չկա։ Եթե այլընտրանք չկա, ասում է ազնիվ չի մեր ժողովրդի այդ բան անել, աննիչա, հանրակրվեի դնել այդ հարցը ԵՄ թե ԵԱՏՄ, այն ինչ որ առաջարկվել էր Պուտինի կողմից։ Հիմա ինքը իր բերանով ասում է, այնտեղից այլընտրանք չկա։ Լուկաշենկոն դրտեց, ես գնացի եվրոպական ուղեցրով։ Հիմա փորձենք հասկանալ, մեզ մինչև դեկտեմբեր ժամանակ է տվել ԵԱՏՄ-ն։ Ինչ է անելու Փաշինյանը տնտեսական սանկցիաները տեսնում եք, չնայած կան կարծիքներ, որ Փաշինյանը դեռևս հակառուսական որևէ քայլ ըստ էության չի արել, փորձենք սրան էլ պատասխանել։ Ես ինքս էլ այդ կարծիքն ունեմ, որ ռուսական կենսական շահերի դեմ քայլեր դեռ չեն արվել Հայաստանի իշխանությունների կողմից։ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ։ Այսինքն այս հայտարարությունները ոչ մի էական խոսք շատ կա, հակառուսական ինչ-որ խոսք, տրամադրություններ, հակառուսական հայտարարություններ շատ կա ամենատարբեր մակարդակներում։ Բայց կոնկրետ գործողություններ, քայլեր ես չեմ տեսել։ Դեռ հապկում ենք, դեռ ԵԱՏՄ-ում ենք, դեռ Հայաստանում գտնվում է ռուսական ռազմաբազան, դեռ մեր խոշոր, ամենախոշոր կազմակերպությունները, ընդ որում ամենախոշոր նաև հարկատու կազմակերպությունները կամ ռուսական կապիտալով են, կամ ռուսական են, նույն գազը, նույն պղնձամոլիբդենայինը, նույն ատոմակայանը, որի մասին խոսեցինք, այսինքն բոլորը դեռ կան։ Ոչինչ այս տեսանկյունից չի փոխվել։ Հետևաբար ռուսական կենսական շահերի դեմ քայլ, որ արած լինի Հայաստանը, ես հիմա չեմ կարող գտնել, թե որն է ռուսական կենսական շահերի դեմ
կոնկրետ քայլը, որը Հայաստանի իշխանությունները արել են։ Այո, խոսում են շատ, բայց գործողություն չեն արել։ Սա առաջին, երկրորդը Եվրոպական միության մասին խոսել, ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող լինել Եվրոպական միության անդամ, որովհետև Եվրոպական միության անդամ նույնիսկ չեն պետությունները, որոնք շատ վաղուց տեխնաց են։ Նույնիսկ չեն պետությունները, որոնք որ Եվրոպայի համար ռազմավարական նշանակություն ունեն։ Այսինքն պետություններ կան, որոնք որ շատ ավելի շուտ պիտի դառնային անդամ, քան մենք։ Մենք այդ ճանապարհը նոր ենք բռնում, եթե բռնում ենք։ Կան այն պետությունները, որոնք ժամանակին այդ ճանապարհը բռնել են։ Այնպես որ Եվրոպական միության անդամ դառնալը շատ բարդ process է։ Եվրոպական օրենսդրության համապատասխան ամեն ինչ պետք է բոլոր պետությունները պիտի տան իրենց համաձայնություն, անխտիր բոլոր անդամ պետությունները մեծ ճանապարհ ունես անցնելու դրա համար։ Ես չեմ բացառում, որ միգուցե դիտարկեն Հայաստանի անդամակցությունը մի քիչ այլ տրամաբանության մեջ, ոչ թե անդամակցության հարց դիտարկեն, այլ դիտարկեն այն նույն ձևաչափով, որով ենթադրենք Բրիտանիան է։ ԵՄ անդամ չի, քաղաքական որոշումներ չի կայացնում, Բրիտանիան, չէ, Եվրոպական, բայց նույն տնտեսական գոտում է գտնվում, նույն առևտրային պրեֆերենցիաներ ունի ինչ որ ցանկացած Եվրոպական միության։ Այս տարբերակը այո հնարավոր է ու շատ ավելի հեշտ է։ Բայց նորից եմ ասում, լինելով ԵԱՏՄ անդամ ու այս ճանապարհով գնալ չի կարող։ Եվ քանի որ Հայաստանը դեռևս շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, ես կարծում եմ միգուցե դեկտեմբերին էլ ասի, որ չէ, ես ցանկություն ունեմ շարունակել իմ անդամակցությունը ԵԱՏՄ-ին, քանի Հայաստանի իշխանությունները որևէ կոնկրետ քայլ չեն արել։ Այսինքն կներեք, կարող է եւ ԵԱՏՄ-ում լինել եւ այդ բրիտանական մոդելով ներկայություն ապահովել Չեմ կարծում, որ այդ այն ժամանակ որտեղ ասում են արդեն երկու աթոռի չեք կարող։ Այդ այն ժամանակ հնարավոր էր։ Նախկինում դա հնարավոր է եւ դա արվեց, այսինքն Հայաստանը դառավ ԵԱՏՄ անդամ, բայց նաեւ Եվրոպական միության հետ պայմանագիր ստորագրեց։ Համապարփակ այդ պայմանագիրը 12։ Այդ այն ժամանակ հնարավոր էր, հիմա հնարավոր էլ չի, որովհետեւ այն ժամանակ Ռուսաստանն ու Եվրոպական միությունը եթե մրցակիցներ են, ապա այսօր թշնամիներ են։ Բառից բուն իմաստով այդ մարդիկ իրար դեմ պատերազմում են։ Այդ երկու Եմեն եւ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը Ուկրաինա տարածքում իրար պատերազմ են։ Թշնամաբար են իրար նկատմամբ տրամադրված։ Դրա համար Ռուսաստանն ասում է կամ կողմնորոշվի թշնամիներից հետ թե իմ հետ է։ Այդքան բան, տրամաբանական է, ոչ միայն Ռուսաստանի տեսանկյունից, այլև եվրոպացիների տեսանկյունից, չէ՞։ Ասում են կողմնորոշվի կամ իր հետ կամ մեր կամ իրան ես այդքան ինտեգրված կամ մեզ ինտեգրվի։ Մենք մաքսիմում այսքան քեզ կարող ենք ինտեգրել։ Անդամակցություն չենք կարող խոստանալ, վիզայի ազատականացումը կարանք տանք, տնտեսական ինչ-որ պրեֆերենցիաներ եւ այլն կարանք տանք, բայց անդամակցություն չենք տալու երբեք։ Հիմա արդեն Հայաստանի իշխանությունները ապագա ամիսներին կտեսնենք, թե այս ուղղությամբ ուր են դեպի շարժում եւ ոնց են կարողանում ռուսներին համոզել, որ այնտեղ չեն գնում, կամ ոնց են կարող եվրոպացիներին համոզել, որ իրանք եվրոպացիների առաջարկած այլ ընտրանք չեն։ Նաեւ երեք ԿՊԱ-ականներից ազգային ժողովում հայտարարեցին, որ ՀԱՊԿ-ում ինչպես սառեցրել են կարգավիճակը, որևէ փոփոխություն եւ հետընթաց դեպի հետ չի լինելու, դա շարունակվելու է ինչպես եղել է, այսպես է մնալու։ Նախ այդ սառեցում այդ պայմաններով նախատեսված չէ։ Դու կամ անդամ ես կամ անդամ չես։ Դե գիտեմ դա, այսինքն абսուրդ բան է, բայց այսինքն սպահում են այդ կարգավիճակը ճակերտ ասել։ Հիմա իրենք ասում են հետադարձ չկա, այդ ձևով ենք լինելու, որոշ իրենց մերձ իշխանական շրջանակներ պնդում են այդ հակառուսական նաև շրջանակներ, որ շուտ պետք է 102-րդ ռազմաբազան անի, դուրս եկեք շուտ եւ այլն։ Հիմա կգնա այդ քայլին Փաշինյանը։ Ասենք Ուրսուլաները, ֆոն դեր Լայենները ինչ որ գումարներ են խոստանում, այսքան կտանք, ինչ որ գումար տալիս են, բան կգնա այդ քայլին։ Ես դժվար եմ պատկերացնում, որ այս պահին այդ քայլին գնա, որովհետեւ այստեղ արդեն խնդիրը իր իշխանության անսասանության վերաբերյալ կարող է լինել։ Այսինքն կարող է վտանգել իր իշխանությունը։ Իհարկե, որովհետև երբ որ դու դառնում ես եթե դե բարդ է լինելու արևմուտքին պահել, եթե Ռուսաստանը նպատակ ունեն այստեղ իշխանափոխություն անելու կամ ինչ-որ գործիքներ օգտագործելու իշխանության դեմ, իշխանությունը թույլատնելու եւ այլն, ցանկացած մեկը, ցանկացած գլոբալ խաղացող, եթե դու ճշնամաբար ես տրամադրվում, պետք է նաեւ հաշվի առնես, որ դա բերելու է շատ լուրջ խնդիրների քո համար։ Լինի դա Ռուսաստան, արևմուտք թե Միացյալ Նահանգները։ Այդ գլոբալ խաղացողների հետ դու չես կարող այդպես վերաբերվես, որտեղ այդ գլոբալ խաղացողները այսքան խոսեցին գլոբալ մրցակցությունից եւ շահերից։ Վերջի իրանք կպայմանավորվեն, ասենք քո տեղը սա է, մնա այստեղ, չէ՞։ Հա, բայց Եվրոպայում էլ արևմուտքում էլ հիմար չեն, չեն ասելու, այսինքն գնալու ես դու ես խաղերը տաս։ Իհարկե։ Հա, խաղիկներ խաղաս Եվրոպայում։ Դե դրա համար էլ այդ հայտարարությունները հենց դրա համար են, որովհետեւ ասում ես խաղեր չեմ տալիս, տեսեք հայտարարություններ եմ անում, անդամակցությունը սառացրել եմ, փորձում եմ հիմա այնպես անել, որ ատոմակայանը փակվի ենթադրենք հայրուս գազարդ ինչ-որ մի բան արվի, այսինքն այդ ամեն ինչը այնտեղ էլ է, չէ՞, ցույց տրվում։ Այնտեղ էլ են փորձում համոզեն, որ չէ, սպասեք, մի քիչ ժամանակ տվեք, հասկանանք ինչ է։ Որ գնացի, տեսեք Պուտինի հետ էսպես խոսեցի, այնպես խոսեցի, հա։ Այդ ամեն ինչը բնականաբար այնտեղ տեսնում են, հասկանում են, բայց Ռուսաստանն էլ այդպես ինչ անելու։ Դե դրա համար Ռուսաստանը այսքան սուր դրեց հարցը, ասեց երկու աթոռին այլևս չես կարող նստել, որոշի կամ ստեղես կամ այնտեղ ու արագ որոշում կայացրա։
Դա Ռուսաստանի դիրքորոշումն Դրա է։ քաղաքական հետևանքների մասին խոսենք, որովհետև տնտեսագետների հետ խոսել եմ տնտեսական ծանր հետևանքների մասին։ Սրա եւ նաեւ որովհետև բանը երեք իհարկե պարոն Բադալյանի հետ, Հակոբ Բադալյանի հետ էլ այդ հարցը քննարկեցի։ Ասենք օրինակ Ղազախստանը, որը ընդ որում ավելի լավ դիրքերում է, ավելի լավ ռեսուրսներով, ավելի բան, այնուամենայնիվ ընդ որում հիշեցինք նաև որ Ռուսաստանը ըստ էության ՀԱՊԿ-ն փրկեց նրա իշխանությունը 22 թվականին եւ Հայաստանն էլ մասնակցություն ունեցավ, չէ, Հայաստանի նախագահությամբ, բայց հիմա ամեն դեպքում Ղազախստանը չի գնում սրելու քաղաքականությամբ, այսինքն նա փորձում է համագործակցել առանց սրելու։ Հիմա Փաշինյանը ինչու է սրում հարաբերությունները բոլորի հետ, այսինքն կարող է չէ ասել, գիտեք ինչ, եկեք այս շահերն ունենք, այս ունենք, եկեք հասկանանք այդ շահերը ոնց ենք մեր շահերի հետ համադրում։ Ընդ որում Ղազախստանը նաև երրորդ խաղացողն ունի իր տարածաշրջանում, նա Չինաստանն է, այսինքն ինքը չի սրում հարաբերությունները ոչ Միացյալ Նահանգների, ոչ Չինաստանի, ոչ Ռուսաստանի հետ։ Ինքը հասկանում է, որ շատ վատ է, երբ որ դու ունենում ես հակառակորդ գերտերություն։ Դες բան չի կարելի թույլ տալ։ Հիմա այստեղ կարծում եմ իրավիճակը մեր մոտ մի քիչ տարբերվում է նրանով, նախ չկա չինական գործոնը, այդ ազդեցության մեծությունը ոնց որ այնտեղ կա Ղազախստանում, տարբեր դեպքեր են, անհամադրելի են։ Բայց Հայաստանի Ղազախստանը թուրքախոս պետությունների կազմակերպության անդամ է։ Բայց կարծում եմ Հայաստանը ամեն ինչ անելու է իշխանությունը, որպեսզի այդ Ռուսաստանին փորձի համոզել, որ իր դեմ որևէ բան չկա, ինքը մնալու է այդ ԵԱՏՄ-ը ինքը մնալու է հապկում։ Ես կարծում եմ ինքը այդ ճանապարհով է գնալու։ Փաշինյանը Ես կարծում եմ ինքը այդ ճանապարհով փորձելու է մաքսիմում դա հազար ներողություն, բայց թաթիկները պաչելու քաղաքականությունն է։ Ինքը փորձելու է ցանկացած պարագայում լացելու եւ թաթիկները պաչելու ցանկացած պարագայում չսրել Ռուսաստանի հետ, առանց արտել արդեն ինչ որ սրված հարաբեր, որտեղ Ռուսաստանը շատ հիմա զգայուն է։ Բոլոր առումներով ազգային, ոչ միայն Հայաստանի նկատմամբ, ցանկացած պետության նկատմամբ, որը տենց Եվրոպական միության հետ ավելի մտերիմ հարաբերություններ ունի, ունենալով նաև իր հետ հարաբերություն, շատ զգայուն է։ Նույնիսկ Թուրքիայի հարցում է շատ զգայուն։ Նույնիսկ Ռուսաստանը հիմա Թուրքիայի հարցում է շատ զգայուն եւ դա հասկանալի է։ Նորից եմ ասում, պատերազմող պետություններ են, կամ մի պետություն եւ մի ամբողջ աշխարհի դեմ պատերազմում են եւ այդ զգայունությունը ունեն եւ եվրոպացիները եւ ռուսները։ Ամերիկացիները չունեն այդքան զգայունություն այս հարցի վերաբերյալ, որտեղ իրենք կոնֆլիկտում ուղղակիորեն չկան, ամերիկացիները ներգրաված չեն այդ ուղղակի ձևով կամ աջակցության թեկուզ մասշտաբների ձևով։ Այնպես որ ես կարծում եմ, որ ինքը պետքա փորձի Ռուսաստանի հետ հարաբերությունները փորձելով վերականգնի, ինչ որ մի քիչ ավելի տրամաբանական գծի մեջ բերի։ Ես այդպես եմ կարծում։ Որպեսզի եւ պահի իշխանությունը եւ բան, արևմուտքը դրան ոնց կվերաբերվի։ Դե հիմա պետքա, եթե վերջում տես պետքա ընտրի, դժվարանում եմ ասել ոնց ընտրելու արևմուտքին, հաշվի առնելով շատ տարբեր գործոններ, անվտանգության ճարտարապետությունը Եվրոպական միության եւ արևմուտքի ընդհանրապես ինչ առաջարկում եւ նաեւ կարեւոր է հասկանալ թե ինչ է առաջարկելու Եվրոպան։ Արդյոք Եվրոպան առաջարկելու է կամ ՆԱՏՕ-ի անդամակցություն ենթադրենք։ Այդ զոնտիկ առաջարկելու են թե չէ։ Ասենք պատկերացնում եք։ Տնտեսական ինչ-որ բան առաջարկելու են թե չէ։ Ասենք երբ որ Ուկրաինային նույնիսկ բան չեն անում, էլի, չեն առաջարկում։ Իհարկե, չէ, ուզում եմ ասեմ, պետք է նաև հասկանալ իրենք ինչի են պատրաստ գնալ։ Ասում են լավ, այս գնա, այս ամեն ինչը արա, բայց ինչի են իրանք պատրաստ։ Ինչ այլ ընտրանք են առաջարկելու, ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգային։ Հա, բայց այդ պետք է կներեք խաղը սկսելուց առաջ, այդ խաղիկները սկսելուց առաջ դու ճշտ էի։ Իհարկե, չէ։ Ասենք երբ որ ասում են 50 միլիոն եվրո ենք տալու կամ 200 միլիոն եվրո, թեկուզ 1 միլիարդ եվրո տայիք, այսինքն դա նույնն է, նա, հաշվի առնելով քո քաղաքական, ռազմական, անվտանգային, տնտեսական բոլոր մարտահրավերները, այսինքն դու եթե դրանք չես ճշտում, ինչի ես մտնում դրա մեջ երկիրը տանում հարվածների տակ, որովհետև ես չգիտեմ, եթե նույնիսկ գնա Պուտինի թաթիկները պաչի Ռուսաստանի վերաբերմունքը ինչ է լինելու, որովհետև այնուամենայնիվ Ռուսաստանը վիրավոր երկիր է, որևէ երկիր լիներ, նույն զգայունություններ ունենալու։ Հա, հարցը Ռուսաստանն է ու իր շահերը, ինքը իր շահերը բան կանի, բայց որևէ երկիր, Միացյալ Նահանգները լիներ նույն զգայունություններ ունենալու։ Իհարկե։ Վերջում մի ճշտում էլ, պարոն Սարգսյան, մենք խոսեցինք այս նոր այս մարտահրավերները ինչպես են, ինչ արագընթաց են դարձել, ինչ ավելի կոշտ ձևակերպումներով սուրեն process-ները տեղի ունենում եւ շատ հաճախ մենք տեսնում ենք այս շոուները, այս առյուծ շոու, Ծառուկյանի նկատմամբ մյուսի, այս թամաշաները սարքվում են, մենք էլ հոպ Ալիևը ասում այնտեղ արդեն աշխատանքներ են լինում, Հաջիևը ասում արդեն պայթեցումներ են եղել, այս հիշեք հարգելի հետևորդներ, որովհետեւ որոշ ժամանակ առաջ
հայտարարություններ տարածել, որ մարդիկ չվախենան, իբրև թե ինչ որ պայթեցումներ մենք դեռ կճշտենք սրա մասին էր խոսքը, այսպես գախնի անում են, Google-ը քարտեզա փոխում, քյարքին դարձնում ադրբեջանական Տիգրան են հանձնում։ Մեր քաղաքական անդիմադիր այս արդեն խորհրդարան ունենք դաշտի գործողությունները համապատասխանեն, adekvat են այս մարտահրավերներին, ուղղակի կարճ ինձ սա է հետաքրքրում, որտեղ դեռ չեմ ուզում քննարկել ԱԺ-ի աշխատանքը, ես ուզում եմ ձևավորեն իրենց հանձնաժողովները, ամեն ինչ անեն, նոր այսպես ասած կքննարկեմ իրենց։ Ես անկեղծ ասած շատ դժվար եմ պատասխանել, որքանով են adekvat, որովհետև Այս ամեն ինչին, որ մենք խոսեցինք սրա մասին։ Մենք ինչ որ ակնկալիքներ ունենք երևի ընդդիմությունից, որպես ընդդիմության ընտրող ենթադրենք, եւ այդ ակնկալիքները կարծում եմ մի քիչ ավելի ուրիշ են, քան այսօրվա ընդդիմության գործողությունները։ Ես չգիտեմ, միգուցե նոր են ձևավորում, միգուցե նոր են փորձում տեմպի մեջ մտնել, որտեղ ընդհանրապես քանի մի շաբաթ է, որ Չէ, 2 շաբաթ արդեն, հա։ 2 շաբաթ համենայն դեպս ինչ որ նոր ասած ձևավորում, սաղմնային փորձ, ես չգիտեմ ինչ են։ Ես հույս ունեմ իրենք ունեն ինչ որ ռազմավարություն։ Ես հույս ունեմ իրենք ունեն հաշվարկներ եւ ունեն մարտավարական քայլերի հաջորդականություն հստակ մշակված։ Ես այդ հույսը ունեմ։ Որքանով դա էֆեկտիվ կլինի, իհարկե ժամանակը ցույց կտա եւ որքանով դա հաշվարկված կլինի, դա էլ ժամանակը ցույց կտա, բայց ես այդ հույսը ունեմ, որ ինչ որ մի բան կարող են անել։ Սա ընդհանրապես իմ հույսն է, ես ինչ-որ տեղեկացվածություն չունեմ, ես չգիտեմ ինչ են իրենք քննարկում, ինչ են մտածում, ինչ տեսլական ունեն։ Ես ընդհանրապես հույս ունեմ, որ իրենք ինչ որ քայլերի հաջորդականություն մշակած վերջի ունեն, որտեղ հայտարարում են, չէ՞ որ կա ռազմավարություն ես եմ դրան սպասում, բայց պրոցեսները շատ արագ են ընթանում։ Այո։ Դրա համար Ընդդիմությունը պետք է արագ հնարավորինս արագ ամեն ինչը։ Որովհետև տեսեք արդեն ուր են հասել, էլի։ Մարդիկ են գալիս, չափում ձևում են, ասում են մեծամորի ատոմականը որ փակվի, այսինքն բաներ կա անել։ Ես կարծում եմ ատոմական ընդհանրապես այդ թեման դա առանձին մի հատ քննարկելու թեմա է, բայց պետքա անպայման Ընդ որում դա եւ թուրքական եւ ադրբեջանական նախապայման է։ Եվ դրա նպատակը միայն անվտանգային խնդիր չի։ Դա նաև Թուրքիայից եւ Ադրբեջանից Հայաստանը ինչ-որ ձևով էլի կախվածության մեջ գցելու process է։ Բաց պարզ հայտարարել են։ Ասում են բնապահպանական խնդիրը, չգիտես ինչ որ մարդկանց վրա ազում եւ այլն, բայց դա նաև այդ խնդիրը։ Դա մեր ուշադրության կենտրոնում կլինի։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Իմ զրուցակիցներ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, որ շատ կարճ դիպուկ պատասխանում է բոլոր իրադարձություններին վերաբերող հարցերին, կհանդիպենք հաջողություն ձեզ։ Thank you.